էլի նույնը կրկնվում է։ Խնդրեմ տարածեք, եթե ես տենում եք։ Տեսնում եք, անընդհատ ընդհատում են, ես չգիտեմ ոնց տարածեմ, ես արդեն հիմա հասկանում եք։ Բա եթե ես գիտեք ինչի համար ասա հայտարարում, որ հոգեներգործում դեղեր են տալի։ Հետախուզական տվյալները առնվազն ստացվել է, առնվազն մշակվել է, առնվազն զեկուցվել է, եւ որպես կանոն հետախուզական տվյալները մշակելուց հետո պահվում է X ժամանակի համար որպես կանոն, որպեսզի դա կիրառվի ստուգվելուց հետո անգամ, բայց հիմա խի է ինքը ասեն ժամանակից առաջ ընկե եւ սրա մասին խոսում է, մի պարզ սրան պատճառաբանություն կա, որովհետև չմոռանաք, որ ամիսներ առաջ, երբ որ Արայիկ Հարությունյանի հետ կապված ֆիլմ էին նկարահանել, հիշում եք, որ դաժե ասեցին, որ օրն է այդ ֆիլմը ցուցադրվելու, այդ ֆիլմը չցուցադրվելու, հիշեք, չցուցադրվելու, ժխտածանցով նայեք, չցուցադրվելու դիմաց հանձնվեց Տաուշի մարզի Կիրանց ոսկեպար այդ հատվածը։ Բերքաբեր մյուսը։ Հիմա ըստ էության ինչ որ մի բան ֆորս մաժորային է գնում եւ ըստ էության այդ ցուսմունքները որ տրվում այնտեղ հիմա ինքը ժողովրդին նախապատրաստում է որ դեղում են։ Բայց այդ ֆիլմը նկարահանելուց առաջ մենք ունեցել ենք այդ տվյալները, ամեն դեպքում գերեվարման մեջ են, ամեն ինչ հնարավոր։ Մեր գաղտնիության ապահովման ռեժիմը նախ ձևականորեն է դրվել փոխվելու, ասեմ ինչի համար, որովհետև Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պաշտպանության բանակի ամբողջ գաղտնիության ռեժիմը ենթարկվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության ամբողջ օպերատիվ կառավարման ռեժիմին։ Իմ հարց տալուց հետո, թե ոնց են ռազմաքաղաքական իշխանությունները գտնվելով պետական պահպանության տակ հանձնվել, այլ ոչ թե տարհանվել եւ կամ լիկվիդացվել, այդ հարցից հետո սկսվեց իմ դեմ հարձակումները։ Հիմա որոշ լրատվամիջոցներ, բնական է սնուցվող ինչ-որ X աղբյուրներից, հայտարարում են նրանք հանձնվեցին, որ Արցախի ժողովուրդը դուրս գա։ Լուրջ եք ասում, բայց ով էր ասում ընդհանրապես Արցախի ժողովուրդը դուրս գար ընդեղից։ Ես հիմա բացառիկ ճակերտ եմ բացում, բացառիկ ճակերտ։ Երբ որ փակված էր Հակարիի կամուրջը, Հակակիի կամուրջը գիտեք, Աղավնու գյուղը հանձնված չէր։ Ես ինչ ասում եմ, դա կհաստատեն հենց այս պահի դրությամբ առնվազն 300 կամավորական եւ ազգային անվտանգության այն ուժերը, ովքեր սահմանը փակել են, որ մեզ սահմանին վեկալ են։ Եվ մի հոգել կա իրանց ագենտը, որ եկել մեզ գայթակղում էր, որ իր ասած հատվածով դուրս գայինք, տեղ գյուղի հատվածով, որ միանգամից ընկնենք թուրքերի ձեռը։ Ես ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ եւ հիմնավորապես Աղավնու գյուղի շրջափակման ժամանակ ազգային անվտանգության ծառայության Արցախի եւ կոնկրետ Արայիկ Հարությունյանի կողմից այո Բերձորն էլ հանձնված չէր, իրականում ոչ մեկ հանձնված չէր։ Մեր մոտ է եկել մարդ, ով ես կոնկրետ ներկայացել եմ գրավոր զեկուցագրով, որ ձեր ագենտն է 300 մարդ նախնական ուզում էին, որ մենք մտնենք Աղավնոն պաշտպանության, բայց քանի որ
գիտեք, Աղավնոյի նախկինն գյուղապետը, որ 6 երեխեքի հետ պետք է իբրև վարվեր բանեն։ Հիմա որ ասեմ, կասեն բան է տանում, քաղաքական դաշտ է տանում դաշնակցության։ Ես դաշնակցության հետ խնդիր չունեմ, բայց զարմանալու եմ դաշնակցության որոշ ներկայացուցիչներ իրենց պահում են Նիկոլա Վարի եւ դաշնակցությունը դրա հետ կապված խնդիրներ չի դնում, այդ է ինձ ջղայնացնում։ Դաշնակցությունում շատ ուժեղ տղեկ կան, շատ ուժեղ, ես շատ ուժեղ ընկերներ ու աղբերներ ունեմ, բայց դաշնակցության ներկայացուցիչներ կան, որոնք նիկոլական են եւ դաշնակցությունը ձեն չի անում։ Եվ քաղաքական նպատակահարմարությունն է, դա իրանց խնդիրն է, պատասխանատվություն այդ կուսակցությունն է կրելու։ Քան ինքը չի սկսե այդ մակրազարդումը, կոնկրետ փաստով բան եմ խոսում, փաստով։ 300 կրվող տղա իրանց հրամանատարներով տեղ գյուղով պիտի անցում անենք, ածն փագել է սամանը, մեզ է սպասում ու կցել զասատ։ Օրով ժամով հրապարական չի, կասեմ ինչ ա եղել։ Այն կողմից թուրքական ինձ ստորաբաժանում է, սպասում այդ ստորաբաժանմանը։ KGB-ի պետ Հարութը, Գորիսի որդեր սպասում ինչ, սաղ ինչ կա։ Հերթով, կարգով, բարգով։ Բախի չպայի Աղավնոն։ Զորք եք ուզում, զորքը կա։ Այդ կլենտի անունն էլ գիտեք ում եք ուղարկե։ Կլենտին է ղրգել եք, ասում եք, այսքան զենք զինամթերք Շուշիից իջացած, արդեն էլ գաղտնիք չի, ստե սպասում ենք, ստե կպահենք, ընդե կպահենք, սա ցուցակով սա հաստատված ուղարկել եք, բախեք տեղ գյուղի տակ սպասում ու թողեք Յաշմեի բանի տակ սաղս մեռնենք ընդե, հա? Գիտեք չէ, հրապարակային բաներ կա չեմ խոսեին, բայց դու գիտեք չէ, որ եղել է, փաստարկված է, Էսի անցանք առաջ։ Էսի ասում է գերիներին նեղում են, որովհետև հիմա կամպրամատներ է հրապարակվելու։ Եթե էսի միտեղ ընկավ ինչ-որ աշխարհակաղակական ուրիշ ուղղությունների տակ որոշեց ինչ-որ բաներ չտային, ինչ-որ պայմանավորվել, ասելով դեղում են, ես խաբար չեմ։ Լուկաշենկոն սկսեց, լսեք, Լուկաշենկոն բացումը արեց, Լուկաշենկոն իմ աչքի լույսը չի։ Այնի մենակ որ ասում է Ադրբեջանը իր անգերն է, Իլամը իր անգերն է, SSS իմ ինքը չի տեղավորվում իմ ուղեղի մեջ։ Լուկաշենկոն բացումը սկսեց։ Էսի ստրախովկա է անում, որ հիմա ինչ-որ լսեք, ասել է դեղի տակ են։ Բայց դու չգիտեի, որ նրանք պետական ռազմական գաղտնիքներ են կրում։ Էվակուացնեիր։ Հանեիր բերեիր։ Լիկվիդացնեիր։ Բա որ հիմա տվել եք ընդե։ Ինչ գիտես ինչ ալնելու, հա? Բայց քեզ ով է ասում, հետախուզական տվյալները բայն ոգով վերաբերյալ փաշողլի կինոյին նկարահանում, այդ ժամանակ ցույց չէիր ասում, որ իմ նկատմամբ, որ իմ վերաբերյալ ֆիլմը նկարահանվի Արեգ Հարությունյանը խոսում է, այդ ժամանակ ասեի, որ հոգեներգործուն դեղերի տակ են։ Ֆիլմը չցուցադրելու դիմաց դու տվիր ամբողջ գիրանցով, բանով սաղ տվեցիր։ Հիմա այսպես սպորնիկի տղեկի գցել ես եթերներով, որ յանի մանախին որ ձերբակալեն, վաղը չասեք քաղալացյալը, լսեք ուշադիր։ Մանախը բանտերից չի վախենում։ Մանախը բանտերը լավ գիտի։ Մանախը իր ճակատագրական զնդանները անցած մարդ է։ Ես ափսոսում եմ այդ իմ լավ տարիները, որ անցավ է այդ պատերի մեջ։ Լսի, փաշողլի, այդ որ տգիտության դպրոց եք բացե, ատե մի հատ բան դասավանդեք, Նյուտոնի, ուշադիր լսեք, գիտական ձևակերպումը բանտի հետ կապված, բանտը տարածության պակասն է գումարած ժամանակի ավելցուկով, ես ժամանակի ավելցուկը ճիշտ եմ օգտագործել, ես արդեն 48 տարեկան եմ, 23 տարեկանում Ռոբերտ Քոչյանի ժամանակ ես իմ չկատարած հանցանքի համար մեկուսացվեցի հասարակությունից 16 տարուց հետո այդ ընթացքում Սերժ Սարգսյան ճաշակեցի ու մյուսը այտենց հիմա ձեզ ասեմ մի հատ շատ հետաքրքիր բան դուք գիտեք ինքը խիչի կարում ուրիշ ձև էսի որ եկել է իշխանության իր արջև դրվել է իմ ծառայողական ամբողջ կենսագրությունը, անգամ 16 տարի բանտային կյանքից հետո, որը հրապարակման ենթակա չի։
Շատ մարդկանց է բշտե այսքան տարի հետո էսի խեք թողի ինքը ասել մենք օրենքը չենք խախտե։ Ինքը հիմա չի կարող կապնի 16 տարու կալանքից հետո իր 18 տարվա հետո միջև այսօր չի կարա մի բաց պատճառով ինչպես անարատ եղե միջև այդ ժամանակ իմ կյանքը մի հատ զինվորականն եմ եղել մի հատ զինվորականը որից պայլեն գողական բանտերում իբրև թե հանցագործ աշխարհի ինչ ճնշի հանցագործ աշխարհին ինչի պիտի ճնշեր ինչ է արել ես սա կյանքս իմ ազգի համար իմ կյանքը դրած 16 տարին բանտերով հալածել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ ինքը ժամանակ падգամավոր էր շատ նամակներ ստացել ինձանից գիտեն ես ինչ պայքար եմ մղել միջև այսօր հիմա նայեք ինչ է կատարվում 16 թվականից հետո երբ որ ես ազատվել եմ իմ ծառայական արդեն մյուս կյանքը ինքը վարչապետ տնելուց հետո դրվել է իր սեղանին միջև այսօր ու դու գիտեք ինքը պատական է մեկուսացրել բանակից ինքը պատական է մեկուսացրել կամավորական շարժումներից Չէ ինքը հասկանում է ինչ անում։ Ին վրա մեռան պարապելով, բռնելով, լավ, վերջը։ Հիմա ինադու չի բռնում շուխորադերը, յանի ես ազգային անվտանգության ծառայության գործակալ եմ։ Պատկերացնում եք ես ազգային անվտանգության ծառայության գործակալ եմ։ Ես իրապես գործակալներ ունեմ, որպես հետախուզության մասնագետ։ Ես Նիկոլի պես գործակալներ ունեմ։ Ու շուխորադերը բա Նիկոլին այսքան քրֆ մխի չեմ փագում բա ուրեմն Նիկոլի հետ է դուք հասկանում եք սրա թաղայինի մտածելակերպը չեմ փագում ինձ ասում են գիտեք ինչ ես այսքան Նիկոլին քրֆում չեմ փագում ուրեմն Նիկոլի հետ է այս վերջին ակտիվացումներն էլ բան են արել ձևակերպում են յանի նոր հրահանգ եմ ստացել Մոսկվայից ու Ռուսաստանից նայեք այս վերջը էսի աշխարհի վերջն է Մոսկվայի խնդիրներն եմ կատարում դուք հասկանում եք սրանք ով են Նեք ինչ հայտարարում ասում պետությունից դուրս հայրենիք չկա Բա այ քիրա Բա որ պետությունից դուրս հայրենիք չկա քո այդ կառուցողական աղբերը Էդի դու ես հասկանում եկեք քո կառուցողական աղբեր ինքն է թեզը քեզ տվել դու չես հասկանում դա Բա ինչ արևմտյան Ադրբեջան են ուզում ու դու էլ պատրաստ ես տալու Բա եթե մենք հայրենիք չենք ունեցել մենք արևմտյան Հայաստանը ինչ ենք ուզում Ասում որ դե Արարատի նշան կա զենք չեն տալու լուրջ ես ասում Հիշում եք մի հատ դեպք էր, միջև այս հեղափոխությունը մի հատ նախագահ կար, երկրում է որ ֆուտբոլիստների դոշից հանեցին Արարատի նշանը, հիշում եք, կարող տես բան եղել է, մարդ ես, ես կարող մոռանում եմ։ Այդ մարդուն պաշտող իմ ընկերները թող հանգիստ հիմա լսեն ինչից եմ խոսում։ Մենք շատ ենք իրար հետ հակնում, իմ ընկերները կգան մի օր ինձանից ներողություն կխնդրեն։ Կարող հիշեք նես մի հատ բան եղավ է ֆուտբոլ ինչ որ դեպք կա տենց Արարատի նշաններ հանին դուք չեք ջոգում նույն տենդենսն է Էս ինչ խաղ է այդում Այսօր ընդդիմադիր ճուղի որոշ փաստաբաններ հրապարակայնորեն պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Բանի համար ցեղասպանությունը ուրանալու հետ կապված մեկելով է իհայտ գալի ոչ սորոսական ոչ քպեական բացառիկ հայրենատեր հայրենակից Արսեն Թորոսյանը ասում է որտեղ լսել որ վարչապետը ուրացավ կամ հերքեց հայոց ցեղասպանությունը Այդ որ պահանջում եք փաստաբաններ ընդդիմադիր թևի պահանջում եք քրեական պատասխանատվության ենթարկել եւ քրեական նորմեր սահմանել, այդ ինչ թազա թեզա
Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքով ես արդեն խորհրդակցություն եմ ունեցել, խորհրդատվություն եմ ստացել, ներողություն, խորհրդատվություն եմ ստացել շատ հարգաժան փաստաբաններից, բազում մեր Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքում ցեղասպանության հերքման հետ կապված կա քրեական պատասխանատվության օրենսդրական նորմ։ Այսինքն, էլ ինչ պետք է ասի, որ հերքի, ասում որ պետք է վերանայենք, էլ ինչ պետք է անի։ Այսինքն շարունակումը բան կա, Անդոն կա, Քոչարյան Անդոն կա, Բեղլու Անդոն կա։ Ում իրական նկարագիր էս աշխարհում մենակ իրականում ամենադիվանագիտորեն ձևով ներկայացել է մենակ Սերյան Օհանյանի կինը Ռուզաննա Խաչատրյանը, հայտնի իր եթերով ու ելույթով։ Ամենաբացառիկ Ռուզաննա Խաչատրյանի ցենկում Անդոնի նկարագիրը ոչ մեկ չի կարա տես աշխարհում։ Ամենադիվանագիտական հացը ոչ վիրավորեց, ոչ բան, ասեց ինքը ով է։ Հիմա շարունակությունը։ Նայեք ինչ կուլտուրակ սիրտը սպայթում է, բայց ստիպված եմ սենց խոսամ։ Լսեք ուշադիր։ Բա որ տենց է։ Մնում է մի հատ քրեական գործ հարուցեք ու գիտեք, չէ՞, սա բացառված չի, որովհետև հո կառավարության նիստի ժամանակ ազգային անվտանգության ծառայությանը հանրահարականատալի կառավարության ղեկավարը սատանաներ հայտնաբերել Հայաստանի Հանրապետության տարածքում, նույն հաջողությամբ, նույն տրամաբանությամբ, այն որ ասում է արձանագրում ենք, նույն արձանագրությամբ կարա հիմա հանրահարական տա հարուցել քրեական վարույթ, թե արդյոք ցեղասպանություն տեղի ունեցել թե ոչ, քննչական հարցեր դնել է քննչական մարմինների առաջ, երբ է տեղի ունեցել, ինչ պայմաններում, եթե այո, դա սպանություն է թե ոչ, նայեք հերթով, ես դե իրավաբանական գիտելիքներ չունեմ, ես շատ հեռ եմ դրանից, երբ է տեղի ունեցել, ում կողմից է կայացվել, տեղը, ժամանակը, եղանակը, դրդապատճառները, արդյոք կան դրան մեջ կազմակերպիչներ, դրդողներ, օժանդակողներ, նայեք իրավաբանորեն, նայեք ինչ դաշտ եմ մտել արդեն։ Եվ մինչև այս հարցերի պատասխանը չլինի, նախաքննական մարմինները չեն կարող բացատրվել եւ ներկայացնել վերդիկտ, այսինքն քննչական եզրակացություն, այսինքն ուղարկեն դատախազության հաստատմանը Ամեն դեպքում վերահսկողությունը նախաքննության իրականացման նկատմամբ վերահսկողությունը իրականացման դատախազությունը։ Եթե այս հարցերին նշված, վերոնշված հարցի պատասխանը չլինի, չի կարող նախաձեռնվել քրեական վարույթ, եթե այս հարցից որևէ մեկին պատասխանը չլինի։ Այսինքն ինչ է ստացվում։ Օբյեկտիվ, բազմակողմանի, արդարացի, լրիվ անաչառ նախաքննություն իրականացնելու համար, հետագայում նաև դատաքննության համար, ինչ անհրաժեշտ էս իմ ասած տվյալները։ Եթե այս տվյալներից մեկը պակասում է իրավական հարթությունում, որևէ մեկը չի կարող քրեական վարույթով իրականացնի նախաքննություն կամ հետագայում դատաքննություն։ Առավել ևս դատախազությունը չի կարող իրավական գնահատականի արժանացնի իր լիազորությունների շրջանակներում այդ միջնորդությունը, չէ՞ որ նախաքննական մարմինը քննիչը ուղարկում է միջնորդություն կարճենք, ընթացք տանք, քրեական վարույթ հարուցենք, այսինքն նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը դի կարթա ասի հարուցեք կամ մի հարուցեք, չէ՞։ Հիմա դուք պատկերացնում եք այս պայմաններում արդեն անցել են, պատկերացեք, պատկերացեք ինչ է կատարվում։ Էսի զուգահեռ եմ անցկացնելու հիմա, որ դուք հասկանաք ինչի մասին է հիմա խոսքը։ Հիմա սրան զուգահեռ մի պահ այս պետական խնդիրներից մի վարքյան հիմա ես կանցնեմ, որ դուք հասկանաք էլի տարբերությունը։ Ուրեմն 15 թվականի ցեղասպանության հետ կապված նախաքննություն իրականացնել եւ դրա մասին առաջին անգամ խոսացել է ուրեմն Բեղլուն, ինչը այնքան հեգնանքի առաջացավ, այնքան հեգնանքի ուրեմն արժանացավ, որ արդեն չէին անդրադառնում։ Հիմա նորից էսի այս հարցը բարձրացնում է։ Սրա զուգահեռ մի հատ հարց եմ տալի։ Նայեք 15 թվական։ Հիմա շատ հետաքրքիր զուգահեռ եմ անցկացնում։ Ուրեմն, ինչպես հիշում եք, Ազատի զորամասի դեպքը 15 զինծառայողների կենթանի այրման դեպքը։
ժամանակակից, ոչ թե պատմական, այլ իրական Հայաստանում։ Ես այս կոնտեքստը, այսօրվա ինֆորմատի կոնտեքստը պատահական չեմ ընտրել։ Ես գիտեմ, ինձ տանել են ձերբակալության, փորձելու են կալանավորել, կտենանք ում համար ոնց կպրծնի։ Ես ոչ կալանավորումից եմ վախում, ոչ դատապարտ, ոչ մի բանից, հասկացեք դուք ինձ։ Ոչ սպանվելուց, ես գիտեմ, ամեն ինչ աշխատում է։ Ես իմ ճակատագրի զնդանները անցած մարդ եմ, ոչինչ։ Ես ամեն ինչի պատրաստ մարդ եմ։ Այս 15 զինծառայողների կենթանի ողջակիզման դեպքը նայեք։ Ես ամեն ինչը ուշադիր ուսումնասիրում եմ։ Իրական Հայաստանի դեպքա, չէ՞։ Կառավարության նիստի ժամանակ ասեց 5 լիտր բենզին այսպես ձեռով։ Հիշում եք այն ժամանակվա իմ եթերները, որ ասում եմ, արա, դու կյանքիդ մեջ, արա կես լիտր շիշ, այսպես ջրով վեկալ, կես լիտր չեմ ասում, 200 միլիգրամ։ Ինքը ասեց 5 լիտր ջուր, այսպես բենզինը ասես լցել է ու վсё, կինոն կայնավ։ Ու տես գնաց քնչական։ Այն ժամանակից հիշեք իմ եթերները, կարաք հետտակ սաղ նայեք այդ դեպքերի հետ կապված։ Ես այս դեպքով նորիկ-նորիկյանի հետ եմ քննարկում ունեցել, կհիշի։ Մեր աղբոր քերու թաղման օրը։ Մասիվի սքոսերահում, այս հարցը։ Կհիշես խոսակցությունը Լևոն Քոչարյանը Խաչատուրովի դատի ժամանակ դատանի այդ հայաթում մեր խոսակցությունը Լևոն Քոչարյանի ես առաջ անգամ իրան ուտ եմ տեսել այս հարցը քննարկվել է էլի ես ձեզ ասում եմ ես ամենայն պատասխանատվությամբ եւ հիմնավորապես հայտարարում ինչպես այն ժամանակ եմ ասել իմ վարկածը վերջում դուրս է գալու այդ իմ վարկածն է ու ճիշտ է լսեք ուշադիր ես հայտարարում եմ պնդում եմ որ դիվերսիոն գործողություն է տեղի ունեցել հիմա դա հաստատվեց առավել եւս ես այն ժամանակ դաժե ասել եմ որ ըստ իմ նախնական վարկածի կիրառվել է ռազմական նշանակության շմել կրականետ ես հիմա հրապարակայնորեն հայտարարում եմ նշանակեք նման փորձաքննություն դատա հետքաբանական, դատա նյութաբանական, դատա նյութատեխնիկական, ինչ կուզեք դրեք, արդյոք շմել զինատեսակ կիրառվել է թե ոչ, ասեմ ինչ եմ սա ասում, որովհետև ես իմ գործի մասնագետն եմ, ես պատերազմի ժամանակ եմ տեսել տարբեր գնդակոծված հատվածներ, տներ, զորամասեր, զորանոցներ, ես ոչ մի տեղ չեմ տեսել, որ մետաղի անկողինները հալ են։ Ես գիտեմ շմել է ինչա, չծավալվեմ, որտեղից գիտեմ, ինչ կա, դա մեր գործի մի մասն է։ Ես ասում եմ, նշանակեք, որովհետև շմելը Դες հրթիռակոծություն չի եղել, հրետանակոծություն չի եղել, եթե լիներ հրթիռակոծություն, հրետանակոծություն, այլո կան արկեր, կան զինատեսակներ, հրթիռային արկի տեսակներ, որ կարային հալացնեին, բայց ըստ էության մենք նման ֆիքսացիա չունենք, որ եղել է հրթիռը հրետանային հարձակում։ Չէր կարա սովորական հրդեհի պայմաններում անկողինները հալ էին, մոռացեք դրա մասին, չէր կարա սովորական հրդեհի պայմաններում կենթանի գիտակցությունը տեղը ուղակի քնած զինծառայողները բնական ռեակցիայով դուրս չգային, դա բացառված է, լավ ձեզ ուրիշ օրինակ բերեմ, որ դուք լրիվ ընկալեք, և ես իմ կոչը նաև ուղղված է Նորիկ Նորիկյանին, հարգանքներս, այս իմ ասածների ուղղությամբ ինքը կհիշի մեր միակ ու վերջի հանդիպում, որտեղ այդ ժամանակ եմ իրան հանդիպում, շատ ծավալում ենք քննարկում ենք ունեցել մասնագիտական իմ կողմից, մնացածը դե ինքը իրավաբան է, ուրիշ բան եմ ասում։ Մի հատ հասարակ օրինակ բերեմ, պրակտիկ օրինակ։ Դուք ֆիլմերում անգամ տեսած կլինեք, որ տանկի մեջ, երբ որ տանկի անձնակազմը, երբ որ կամուլյատիվնի սնայրադը խփում է, տանկը սկսում է այրվել,
Դուք գիտեք, ինք ունի զապասնի լուկ, ասում եմ դուք գիտեք, ոնց որ սաղդ մասնակետ եք, ներողություն, ես ջոգեցի անձնակազմի հետ եմ խոսում։ Տանկը ունի նաև զապասնի լուկ, տակը։ Բացի որ ինքը կրիչք են բացում անձնակազմը դուրս է գալ, ինքը տակը նաև ունի զապասնի լուկ, բայց ըստ իրավիճակի, երբ որ այրումը շատ է բան չեն կարող տակը բացեն, վերևից միանգամից դուրս են գալի, որտեղ ծուխ է լցվում, խնդիր է լինում այդ դուրս գալու էվակուացիա հետ կապված, բայց նավսյակի տակը կա, էվակուացիոնի լուկ, բացում են տակից էլ են դուրս գալի։ Ֆիլմերում սովորաբար տեսել եք վարվող ելնող տանկիստ։ Դուք պատկերացնում եք, կենթանի այրվող մատը ռեակցիա չտա։ Դուք տես բան պատկերացնում եք։ Նայեք ձեզ ինչ ֆիլմային օրինակ բերի, ել չեմ ծավալվում։ Դա բացառված է։ Բնությունից մարդը իր ինստինկտով ստեղծված է, մանավանդ զինվորական, որ ինքը ավելի զգոն է, ավելի զգայուն է։ Ինչ է եղել իրականում։ Այսի շատ հետաքրքիր հարց է։ Ես պնդում եմ, որ պետք է անցկացվի փորձական այդ պատահական է, որ դեպքի վայրի խախտումա տեղի ունեցել։ Ես չգիտեմ հիմա տեխնիկապես գիտականորեն հնարավոր է այդքան բանը հրդեհաշիժման աշխատանքների արդյունքում պահպանված լինի այդ նյութագիտականի վերցնելու բանը, բայց պարտավոր էին դրանք վերցնել այդ ժամանակ, որովհետև շմելը ամեն դեպքում հատուկ նշանակության զինատեսակ է, կրական նետա, ով այդ զինատեսակը մինչև 3000 աստիճան այրում է առաջացնում, պատկերացնում եք ու հետ կա թողում, ամեն դեպքում ինքը սնայդադը գնում է, պայթում է, այդ բանը այրումը ստեղծում է։ Արդյոք դրա ուղղությամբ կատարվել են աշխատանքներ, որ ապացուցվի դա դիվերսիա թե ոչ, որովհետև հասկացեք, դա բացառված է։ Հիմա նայեք, իրական Հայաստանի դեպք, ոչ չեն կարող բացահայտեն, եւ հիմա ուզում եմ բացահայտեն 15 թվականին ինչ եղել։ Անուններով, ազգանուններով, տեղանքով, դեպքի վայրով, ժամանակով, ուրեմն սպանության կատարողներով, դրթիչներով, օժանդակողներով, կիրառված գործիքով, հանցագործության գործիքներն են հեսա ման գալու։ Հիշեք, գիտեք, հանցագործության գործիքը եթե չգտնվավ, այդ արդեն խնդիր է քրեադատավարական օրենսդրությամբ։ Տեսեք ինչ օրինակներ բերի երկու հատ։ Իրական եւ պատմական Հայաստանից։ Դուք հիմա հասկանում եք ինչ աբսուրդի մեջ ենք մենք։ Արդյոք նշանակվել է նման փորձաքննություն։ Սահմանը բաց, ներթափանցման բացառիկ հնարավորություն չէ, հնարավոր ներթափանցման բազմաթիվ հնարավորություններ, կոնկրետ զորամաս, կոնկրետ զորատեսակ, ամենակարևորը կոնկրետ զորատեսակն է։ Այդ որ հիմա սաղ փորձում են շեղել, ընդ նարկոտիկ ա եղել, խմել ա եղել, լսեք, մոռացեք էդի դրեք մի կողմ։ Հիմա ուզում են վերագրեն ընդ մեկը ուռած ա եղել, մեկը խմած ա եղել, լսեք։ Այդ դրանք սաղ դրեք մի կողմ։ Չի կարա մատնենց ուռի կամ նենց խմի, որ այրվելու ժամանակ չզգա ինքը, որ վարվում է։ Մոռացեք դրա մասին։ Այն եղոյա ինչ այն էլ հիմա հել է հայտարարում, որ ինքը իրան էր ուզում վարվել, զորամասը վարվեց։ Դուք հասկանում եք ինչ է իմ ընթանում։ Ես շատ ուշադիր նայում եմ այս ամեն ինչը։ Ամեն ինչից խոսում եմ, բացի հնարավոր դիվերսիոն գործողությունից։ Դուրը փակ է եղել։ Ով է դուրը փակ է։ Դուրս եղել են ժամապահները մյուսները։ Կամ այդ ավտովը խփետ պատը փլել եք, դուք չեք հասկանում, որ պատը փլում ես թթվածինը ներթափանցում ավելի ուժեղ այրում ալնելու։ Դրա տեղը գցեք կռուչոկները, քաշեք։ Եթե երկու հոգի կարացել են այդ ռեշից դուրս գան, գցեք ռեշը քաշեք, այդ երեխեքին հանեք։ Խի չեք արետի։ Ինչ է տեղի ունեցել իրականում։ Ով է դուրը փակ է։ Ոնց է դուրը փակ եղել։ Դուք հավատում եք այս աշխարհում մեկը 5 լիտր
Արա քնչական փորձառություն նշանակեք 5 լիտր ջուր լցեք Եղոյի ձեռը, թող 5 լիտր ջուր այսպես վեկալի պրոբկի մեջ քնչական փորձառություն արեք ու հրապարակային ցույց տվեք, որ այդ Եղոն կարացել է 5 լիտր ջուր այսպես վերցնի, լցի բանի մեջ ու լցի, ցույց տվեք էդի ազգաբնակչությանը, որ հավատա, որ սուտ է, այսի ուրիշ բան անդեդ եղե 15 զինծառայող ողջակիզվել է, արա խաղաղ պայմաններում Կարող է որ ականապատումներ են ռեգուլյար իրականացնել մի երկու հատ երևի թուրք օֆիցեր են մերեն նեղվել եք եկել եք հենց այդ զորամասն եք պատժը հա հնարավոր է ես մասնագիտական հարց եմ տալի պրոստը էլի տենց որ գործիչ չեմ հասկանում вообще ես գործի հետ կապ չունեցող մարդ եմ հնարավոր է տենց բան է եղել Հնարավոր է ականապատումներ այնքան խիտ ու այնքան գախնի է կարևոր մի քիչ շատ են տուժե եկել են ասեն այդ ով է կատարել ասեն այս ինչ այս ստորաբաժանում այս տականքները այդ օղոր մացիկներին ուղարկել եք հավերժության գիրք հնարավոր է տես բան եղածած լինի Նա պրիդմետ դիվերսի էլի այդ առարկայի հետ կապված այդ առարկայնության հետ դուք ստուգել եք շմել աշխատել անդե թե չէ Մենակ չասեք տարածքում շմելը կրակված շմելի բանը, այդ գործիքը չենք հայտնաբերել։ Սովորաբար շմելը գիտեք, կիրառում են պեչետի, ծանրը գցում են, եթում են։ Մենակ չասեք, որ դա չի հայտնաբերել, նշանակում է հնարավոր չի թե շմել կիրառված լինի։ Հա? Այդ ինչ ջերմություն է եղել, որ մետաղական անկողինները հալվել են ու երեխեքը դուք պատկերացնում եք, այդ մի կողմից պայմանական դնենք, որ իրանք վարվում էին։ Մետաղը հալվել է, երեխեքը մեջը քնածած մնացել են։ Ինչ է եղել այդ զորամասում։ 15 զինծառայողներ իմ աղբերները, ես ոչ մեկին չեմ էլ ճանաչում, բայց կապ չունի։ Եթե նրանք համազգեստով են եղել, պետական սահմանում են եղել, նրանք իմ աղբերներն են։ Ու դուք այսօր իրական Հայաստանում նման հանցագործություն չեք բացում։ Դուք հադրութը չեք բացում, ընկել եք 15 թվին ցեղասպանություն եղել է թե չէ, էդ եք ուզում։ Քրեական ընթացակարգով, քրեադատավարական ընթացակարգով բացահայտեք, որ ցույց տաք նման բան չեղել, շար է եղել, հա։ Հա։ Ջոգիկ գցիկ բանը, պատմաբանների ջեբը ջոգիկ չի ստացվում էլի, հիմա գցում եք քրեադատավարական օրենսդրություն Հա? Այս ժողովուրդը սենց նստած, սենց խիլոք, ակուրատի նայմա։ Մի ուրիշ կարևոր հարցերից մեկին եմ ուզում անդրադառնալ։ Շատ կարևոր հարց է։ Այսօր սաղ վիզենդերը ու շատ ուրախացել են, որ պետական սահմանից ուզում են ռուսական զորքեր անեն։ Իմ հայ ժողովուրդ, իմ հայ ազգ Շատ վատ է, որ մենք մեր ճակատագրի կյանքի բերումով ստիպված ենք եղել ուրեմն ապավինել օտար երկրյա ուժերին, որ մեր պետական սահմանը պաշտպանվի եւ պահպանվի։ Նախ սկսեմ ռազմագիտական տերմինոլոգիայից, նախ պահպանությունից են անցնում պաշտպանության, դա ռազմագիտական էլի, մի քիչ ասեմ, որ ընկալ եք էլի։ Դա շատ վատ է։ Դա լավ չի, որ մեր պետական սահմանները ու մեր Հայաստանի Հանրապետությունը օտար երկրյա ազդեցության ներքո պահպանվի կամ պաշտպանվի, հասկանում եք, շատ վատ է, որովհետև մեր հազարամյակների պատմությունը մեր ազգին ուրիշ բան է տվել, շատ վատ է, այսինքն ապաշնորհությունների բանի չեմ ծավալվում պատճառների մեջ, որ եթե դες չծանրաբեռնեմ, բայց հետևանքը ունեցել ենք այն ինչ ունենք, չէ՞։ Եթե ես չհասկանայի դրանից, ես չի խոսեի հիմա դրա մասին։ Ես ռուսան մեջ չեմ, ես արևմտան մեջ չեմ, ես հայամետ եմ, բացառիկ հայամետ եմ, բայց ես իրականն եմ հասկանում կյանքը։ Նայեք հիմա ինչ են ասում են ռուսական սահմանապահ զորքերը դուրս գան, լսեք ուշադիր։ Դրա տեղը մեր Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի ներողություն մեր սահմանապահ զորքերը կպաշտպանեն։ Ունեն փառք ու պատիվ մեր սահմանապահ զորքերին։ 1995 թվականի մայիսի 15-ին ես զորակոչվել եմ սահմանապահ զորքեր ազգային անվտանգության պետական վարչության ու ինձ պատիվ է վիճակվել ծառայել սահմանապահ զորքերի հիմնադիր գեներալ մայոր
Լևոն Ստեփանյանի հրամանատարության ներքո։ Ու բոլորիսը պատիվ վիճակվել, որովհետև սահմանապահ զորքերը նոր էին կազմավորվում, արդեն 1 տարի էր, որ ստեղծվել էր այդ զինադադարից հետո ու պատիվ էր, էլի հասկանում եք սահմանապահ զորքերի նոր ձևավորվող առաջի այդ սերունդը, էլի։ Ու ձեզ ասեմ, ես գիտեմ սահմանապահ ծառայությունը, մեջից գիտեմ, չծավալվեմ մանրուքների մեջ, զորակոչվել եմ 95 թվականին, զորացրվել եմ 2000 թվականի սեպտեմբերի 18-ին, այդ ընթացքում դատվել եմ էլ, այդ էլ ասեմ, իմացեք։ Շատ բան է անց այդ տարիների ընթացքում, ես գիտեմ սահմանապահ ծառայությունը, ասած ակունքից ինչ է սահմանապահ ծառայությունը։ Հիմա ձեզ բերում եմ սովորական հաշվարկ։ Տարեկան այն ժամանակ սահմանապահ ծառայությունը ամբողջ բանակի կազմից զորակոչը տարբեր զորակոչային սիստեմներով, նայեք ոնց է, զորակոչը սկսեց, ասենք երամսյակային, ամառային եւ աշնանային։ Այս մի զորակոչին կարող է կար 5 հոգի, այն զորակոչին 7 հոգի, այն զորակոչին 10 հոգի, սահմանապահ զորքերը երբեք չէին ասում 1200-ից 1500 հոգի, դա բացառիկ թվեր եմ ձեզ ասում, այն թվերին։ Հիմա մեր սահմանը ընդլայնվել է։ Մնացածը գնում են պաշտպանության նախարարության զորատեսակներ։ Մենք այս պահի դրությամբ անգամ պաշտպանության նախարարության կազմի զորատեսակներում անգամ չեմ ասում է վաշտի գումարտակի, էլ չեմ ասում գնդի, կորպուսի, դիվիզիայի, դիվիզիոնի, մենք այսօր անգամ դասակի և ջոկի կաց չեն կարում համալրենք շտատնի, զորակոչի խիստ պակաս ունենք, բայց ունենք բաց պետական սահման, այսինքն զորակոչի մեծամասնությունը րպանեն չեն կարում համալրենք գնալու է ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր, իսկ դուք գիտեք դա ինչ պրավերկեք է, ամեն մեկին չի կարելի, շատ լուրջ պրավերկեք է դա, ամեն դեպքում ազգային անվտանգության ծառայության համակարգ է դա, դուք պատկերացնում եք ինչ է տեղի ունենալու, այսինքն կտրում ես ՊՆ-ի կազմից, առանց այդ համալրում չունես, տանում ես սահմանապահ զորքեր, զորով, շարով, ընդ մարդիկ կան вообще պրավերկա բացառված անցնեն, բայց էթում ես, պետք է համալրում լինի, պետք է զաստավները դնես, սահմանապահ ջոկատները, ուղեկալները պետք է համալրես, պետական սահմանա, չէ, ուղեկալ սահմանազատում ու սահմանագծում անում, չէ, տալիս է, սահմանապահ զորքերը պետք է նստեն, ով է դա պահելու, սահմանապահ զորքերը, սահմանապահ զորքերի ընտրության համար էլ հատուկ ընթացակարգ կա, դա ազգային անվտանգության ծառայության կադրային վարչությունն է։ Գիտեք ինչ ադբորեր էթում միած սահմանապահ ընտրելու համար, հիմա ուզած չուզած արդեն պետք է օրենք հանձնեն, ձև չկա, չես կարող համալրում անես։ Եթե ՊՆ-ի կազմը չես կարող, դասակի ջոկի կազմով չես կարող համալրում անես, ուսումնական գումարտակը չես կարող անգամ համալրես, դու հասկանում եք ինչ պրոբլեմ է։ Էսի հաշվի առնելով ես ասում էի, փաշողլի, որ 15 միլիոն եք ուզում 20 միլիոն, Hamanերում հայտարարեք 90 օրվա hamanերում այդ փողերը մի ուզեք, ով կգա կներկայանա Հայաստանի Հանրապետություն, որ զինված ուժերից փախած է, որ 15 միլիոններ, 20 միլիոններ եք ուզում, hamanերում հայտարարեք, თუ այդ մարդիկ ներկանան Հայաստանի Հանրապետություն, ընդգրկվեն զինված ուժերում, թեկուզ դրանց ծառայության տարիները սարքեք 2 տարուց մի տարի, թեկուզ մի տարի, մի հատ բանակը մի հատ ռեստարտ լինի, հետո չի ուզում գա, թո այդ 90 օրից հետո, թո ձեր փողը տա զորացրվի, hamanերում հայտարարեք, մոտարապես 58,000 անձ այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես ինձ հասած տվյալներով կարող է սխալ է, չգիտեմ, բայց մոտարապես 58,000 անձ այսօր միջազգային հետախուզման մեջ է բանակից ժամկետային զինծառայողից խուսափելու հետ կապված։ Դե ամեն մեկից մինիմում 15 միլիոն փող եք ուզում, ամեն մարդ չի կարա դա տա։ Hamanերում հայտարարեք երամսյա 90 օրով, թո հայ աշխարհից ով կա, անկախ տարիքից, թո գան մին պարտադիր նախապայմանով։ Այդ փողը չեք ուզում, hamanերում է, մի տարի Հայաստանի բանակում ծառայում են, ու վсё, այդ իրաց քրեական գործ բան, սա մաքրեք, գցեք ենկոն,
Տեսեք բանակը թո մի հատ համալրվի, մի հատ բանակը հետ գա ռեստարտվի։ Սկսենք հասկանանք ինչ ենք անում։ Բայց դու ծնելիության հետ խնդիր ունենք։ Այսքան մարդկանց բլոկների մեջ ես դրել։ Առաջի քրիստոնյա ազգն է ամբողջ աշխարհի մեջ արդեն նայեք կլենտը 7 տարի իշխանավարում է մի հատ քրիստոնյա բար համաներում չի հայտարարել։ Պահում է ընտրությունների հետ կապված, որ ընտրությունների ժամանակ անի, որ իրան ձեն տան։ 7 տարվա մեջ, բա հեղափոխություն է եղես պետության մեջ, բանտերում մարդիկ փտում են պայմանական վաղը ժամկետ չեն դուրս գալի, բա համաներում հայտարարի, համաներման մեջ բացառիկ բան դիր, համաներումը դիր, համաներման մի կետն էլ թո անցնի, որ ով ում պայմանական վաղը ժամկետը լրացել է ընդգրկվում համաներման տակ, ցմաներինը գիտես 20 տարի էր, անցել է ժամկետները պայմանականով ուղարկի մարդկանց կիսաբաց, կիսափակ, ուղարկի կամ ազատի, եթե անցել է նրանց վաղը ժամկետը, ազատի դիր հսկողության տակ։ Մի հատ համաներում հայտարարի, թող բանտերից այդ մարդիկ դուրս գան, այդ սոցիալական բեռնաթափում տեղի կունենա։ Բանտերի մենակ ամսական որ տալիս ես այդքան կալանավոր է սպանում, բոս ու քո մի հատ վախենալու տեղը դա բանտն է, ազատի այդ մարդկանց, մի հատ հենց հիմա արա, վաղը բանակի տոնն է, ամսի 28-ն է, Հայաստանի բանակի տոնի կապը, վախում ես մի հատ ողիդ կարի խալի մազի Էրդողանն ու Ալիևը դնեն, վաղը 28-ն է, խմի այսօր աղբերական, այսօր խմի, տես աղբերական եմ, կյանքիս մեջ մի անգամ բան եմ խնդրում, այսօր աղբերական մի հատ գնեի ջվան, մի հատ խոս տուր պոլին, այսպես խանձի, հարպի, հենց հիմա համաներում հայտարարի, բանակի ամսի 28-ի կապակցությամբ։ Մի հատ ունիկալ, մեկը դու կարաս SMS-ով հենց հիմա նես մի հատ սահմանադրական, օրենսդրական նախագիծ հենց հիմա դնեն սեղանիդ։ Անես մի հատ Արա մենակ պայմանական վաղը ժամկետ ումը անցած է այդ տուժուտ բաներն, այն մեկը պինպոնգի չի գնաց, այն մեկը քիչ է գիր կարդաց, այն մեկը բան, այ խփնվածներ, հո դու գիշ չի կարա։ Մի հատ համաներում հայտարարեք բանտերը բեռնաթափեք, այդ ֆինանսը ուղղեք բանակին, մի հատ հզորանանք, այդքան տղուն բաց թողեք։ Արա բանակ չես համալրում, միլիցիա է ստեղծե, մարդկանց թող տուն, հանցագործություն կանեն, կբռնես, կապացուցես, դա փագի, քո գործը էդ է, ազատի մարդկանց, արա, մի հատ անեց համաներում արա, քրիստոնեական, չնայած դու կապ չունես դրա հետ, ես ոնց որ ջոգում ես, նայ ոնց որ ես բացաձայն մտածում եմ հիմա, էլի, ոնց որ քո հետ չեմ շփվում, ոնց որ ես մտքից եղած ես, բացաձայն ոնց որ արտահայտվում եմ, ես գիտեմ դու դրա հետ կապ չունես, բայց մարդ ես, ասեմ կարող է բացաձայն մտածեմ, ես բոզի տղեն մի բան լսի հասկանա, թող այդ մարդկանց, արա, համաներում հայտարարի, աննախադեպ հեղափոխություն է սարը, աննախադեպ հեղափոխություն։ Մի հատ համաներում հարա, վաղը բանակի տոնն է, բանակի տոնի կապակցությամբ Հայաստանը պատերազմի շեմին է։ Դու ես ասում, որ գերիներին դեղում են, որ քո դեմ ցուսմունք տան, որ էսկալացիալնի, համաներում հայտարարի։ Դու կարող ես ժամը նայ, հենց հիմա 3:23-ը։ Մի հատ չէ չթողես խանձեն։ 2.5 ժամ հետո դու արդեն ենոք հավանում ես, հենց հիմա նստի ավտոտ, այդ բաները հիմա որ պատասխանում ես կոմենտներին, հենց հիմա թող էդ, ադբոյտուր, մեկը դու պետական շինությամբ չես զբաղվում, հենց հիմա մի հատ հեծանիվով չէ, ուշ կհասնես, հիմա մի հատ շուտ, ախրանան բան, մի հատ 3000 միլիցա հանեք փագեք, 4000 էլ ընդե փագեք, սաղ սամա օթով փագեք, գնա ենոք հավան, բայց ասա խոզը քեզ վիդեով ցույց տան, հավայ խոս չխանձես, մի հատ կարգին խոս խանձի, մի հատ կողի Ժամը 9-ի կոմը մի հատ SMS-ով ժամանակ տուն մինչև 11:30, 12-ը չփոխվի, 11:30 մի հատ մտի եթեր, բայց զուգարանց են, որ ասում կասկածում ես, որ ես գերագույն գլխավոր եմ, այդ ռոժով մտի, բայց այս անգամ էս մի աշկով, այս մտի համաներում հայտարարի, աննախադեպ համաներում, դες բանակի համալրումը։ Արա լսի էլի արա, մեկ լսի էլի արա,
Արա մեկը դու եթալ ես, դու կալեն վալ ես, դու աշխարհում տեղ չես ունենա, դու չես հասկանում։ Քեզ ով գարանտիա տվե, դու չես հասկանում։ Քո հետ ինչ ալնելու, դու չես մեռնելու։ Արա չես հավատում, որ դու չես մեռնելու։ Արա ես չեմ թողելու քեզ խփեն, արա։ Ես քեզ գերի եմ վերցնելու։ Ես քեզ խոսք հրապարակային ասում եմ։ Առանց զենքի զինամթերք ես քեզ չեմ սպան, ես քեզ գալու եմ, խնդրեմ, որ դու գաս գերի դառնաս, որ պատմես ինչ է եղել։ Դες նու քաղաքակիրթ, Էսի ժողովրդավարական պետությունը, չէ՞, մի վարչապետ էլ ես եմ, չէ՞։ Որպես վարչապետը վարչապետի, ոնց որ այն կողի կաբինետը իմն է, չէ՞, հելնել եմ, ասեմ ախպեր, մի հատ կգաս իմ կաբինետ։ Գասը տե կանդալները գցեմ ձեռդ, ասեմ ախպեր դու իմ գերին ես։ Մի վարչապետ դու ես, մեկը ես, դու ես ասե։ Ախրանան որ գա կամ մեկը, ասեմ հա, պերիկա վարչապետով շփվում են, կպեք ձեր գործերին, հա։ Տվել ես, չէ՞ ինձ այդ լիազորությունները։ Ես չեմ թույլ տալու, արա դու մեռնես։ Ես իսկ խփեմ, եթե դու մեռնես։ Դու պետք է կենթանի մնաս, դու պետք է այն թուրքերը ոնց են ասել, պետք է մնա մի հայ ենել թանգարանում ու շատի լսի։ Մնալու հայ ազգը, մեկ էլ մեկ հայ դավաճան ենել թանգարանում։ Ես քո համար բոլոր պայմանները ապահովել եմ, կենթանի։ Լենինին սենց են պարկասել, դու այդ վանդակի, այդ շուշի մեջ ապրելու ես։ Կեր են գցելու քեզ, արա քեզ կեր են գցելու։ Դու չես հասկանում, ես քո համար ինչ եմ նախատեսել։ Կեր են գցելու, որ դու արա, որ դու պատմես, արա դու տենալու են։ Ազգը մի անգամ պետք է տենա, կենթանի իր դավաճանին։ Արա այն մեր հիմա ասեմ այն աշխարհից կներանան ինձանից։ Ախխեք մենակ դավաճաններին։ Մի դեպք է եղել, սերո պաղբյուրի թունավորողն են ցեղով են ոչնչացրել։ Արա սրանց ցեղերի խեք թողի, արա։ Այն մեր մանուկը սրանց խեք թողի, որ սրանք շատացել մեր արունը խմում են։ Այ նեղացած եմ մեր պապերից։ Ես նեղված եմ մեր պապերից։ Ոչինչ։ Ըմբռնումով էլ չեմ մոտենում իրենց։ Բա էսա։ Բա դուք ինչ-որ մի բանի ծնունդ եք, չէ, ինչ-որ մի բանի սերուսք եք, չէ։ Դուք չեք կարա ձեր մեջ հայ ելնեք ու այսօր էս վիճակի լինենք։ Այսօր արդեն ցեղասպանության դեմ եք եթում, արա։ Էս ինչա։ Էս ինչա։ Հիմա էլ ընկել եք ազգայինը, քանի հատ ազգայնական, ես գիտեմ չոտքի հաշվել եք, չոտքի։ Դրա համար հիմա ձերն բոզերին գցել եք արանքները, որ փողոցային ռազմոլկեք սարքեք, յանի փողոցային ռազմոլկեկով էս խուլիգանները իրար կրակին, իրար սպանին, իրար մորթին, բաբշե քաղաքականության հետ կապ չունի, հայհոյես տարեք փագեք։ Արա այն Սիրունյաններ, Տգեղյաններ, ասում եմ մերս արցախցի է, ինքն է ասում է, ասում եմ մերս արցախցի աշխարհի քֆուրներ էր տալի արցախցիքին, արա։ Այն ակնոցները որ ստե է դրած է, չի հասկանում ես իշխանափոխությունից հետո օտե ինչա դրվելու։ Հիմա էլ տարբեր կանալներով տենց չերեզով խաբար է գրգելու մանախ փռել են, տանեն բան, արա լավ չէ կար, ինձ բանտով եք վախացնում, արա։ Արա դուք իմ կենսագրությունը գիտեք, ինձ բանտով եք վախացնում։ Ես ասուս չեմ վախենում, ես վախենում եմ ասուն կորցնելուց, հո դուք հիվանդ չեք, արա դուք գիժ չեք, ինձ ինչով եք ուզում վախացնեք։ Խնդրում եմ ես այնքան տարածեք, ինքն պերյամու նայելու է, բայց շատ տարածեք, էլի որ մի քանի տեղով նայ, լսի, փաշողլի, քեզ մի հատ ուժեղ խոդ եմ ասում, գիտեմ տղություն չունես այդքան, դու այդքան տղա չկաս, կառավարության են որ այն մամուլի սրահ ունես է, այն որ միշտ լույսերը վառում են, այդտեղ մարդել չկա, դու այդպես նեղված երխեք լույսերը վառում պետությունից է այդում, այն որ ամեն հեծանիքի համար 113,000 դրամ եք տվեք, այս մի անգամ քշեք այնստեղ եք, լսի, կլենդ, այդտեղ բրոնի շուշա քաշել դուր, լսի ինչ եմ ասում, հետաքրքիր բան եմ ասում, նստի այն հետևը, բայց շուշեն մի քիչ առաջ դու, որտեվ ես նայեցի հատվածը մոտավորապես 4 մետր, բեմից 4 մետր հեռու է աթոռները, 2 մետրով կրճատի է դի, թոմ, դաժե եթե մեկիս, ես ինչ չգիտեմ, մեկիս մնա մետաղական, դաժե, ինչ ասեմ, արա մետաղական, դաժե պագոնի վրա բան կլնի, էտ էլ հանեք, բայց որ շատ ելնենք, էլի, բայց մի բան խոստացի, որ լրատվա միջոցները լնելու են քո հատվածում, կամ չգիտեմ, վերևը, մտածի մի բան, դու քո ֆանտազիան ուժեղ աշխատում է,
Նացիոնալի գվարդիա է ստեղծում պոլիցիայի, որ բանը Snow Dog-ի համերգները սպասարկեն։ Մի հատ կար ող տղեկին, հրավեր կտուր, հələ ոնց ուզում ես խուզարկի։ Մենք չենք ուզում դու մեռնես, մենք ուզում ենք դու կենթանի մնաս։ Այդ բրոնի շուշեն անցկացրա, մենք նստենք այս կողմը, լրատվամիջոցները աշխարհի է, ոչ թե հավատարմագրված, ով ուզում ես աշխարհում գա, դաժե քո աղբոր բանը երկրից գան, անսահմանափակ ժամանակով։ Ամեն տղու էլ 3 հացի հնարավորություն տուր։ Այս հայրենիքը պաշտպանող տղեկը մեր մեծ աղբերները սկզբից, ովքեր 90-ականներից մինչև հիմա կենթանի են, այդ տղեկը սկզբից, հետո մենք խոնարհումս իրանք հացել տան, մնացածը հետո մենք։ Այսինքն տետատետ, մի ագավոր կա, ով քեզ պրյամոյ քֆուլ տա, հանեք զալից, շարունակի մյուսը։ Մի ագավոր կա, քեզ պրյամոյ ոչ մեկ քֆուլ չի տալի, ամեն մեկը 3 հատ հաց է տալի քեզի։ Պապիներից սկսած մեր մեծ աղբերներից մինչև մեր սերունդը։ Մեզնից հետո էլ այն 18 տարեկան տղեկը, ովքեր 44 օր են տեսել, 21 են տեսել, 22, 23։ Արի մի հատ այդ խոդը արա։ Շոտքի արա դու ես գերագույն գլխավորը։ Կառավարության գլուխը դու ես, արա հասկանում ես դու ով ես, արա դու կառավարության գլուխն ես, հասկանում ես։ Արա, մի հատ տենց խոդ արա, էլի։ Այդ լսի արա, օրական 5 հատ խումբ ես բռնում, յանի ուզում են քեզ սպանեն։ Արա Իշի, որևէ կրվող տղա սանիտեքսում չի աշխատում, որ աղբով զբաղվի։ Դու աղբ ես, դու զիբիլ ես։ Այդ իմ ասած խոդը արա, նստի այնտե, մեկը թրաշված ես արդեն։ Ինչ ասեմ, պրյամոյ թշի տա կպնելու, այդ թրաշը չի զոլի, չես զգա։ Էս ագավորկով։ Հրապարակային ասա, առանց սամանը, համալիրը վեկալ, այ համալիրը վեկալ, անվտանգության բացառիկ միջոցներ ձեռնարկի։ Մի նախապայմանել, երկրորդ թո տղեկը ով մեդալ ունի, մեդալներով գան։ Այսինքն նստեն բռոնի շուշեն դեմը, բացառիկ անվտանգության միջոցառումներ։ Այդքան տղուն Հայաստանը պաշտպանած այդքան տղուն Արցախից, Հայաստանից, Սփյուռքից, որ հիմա Սփյուռքում գան, ամեն տղու 3 հացի պատասխանի։ Արա ուզում ես մի հացի, մենակ այդքան դուխ արա, էլի։ Արա դու այդքան էներգիան որ տենաս, այդքան տղատ է։ Ես քեզ ուզում ես երդվեմ իմ սրբությունը, դու ինֆա կստանաս այդքան հայ տենաս մոտիկից։ Դու հիմա հասկացար ով ես։ Արա, վաղը բանակի տոննա, նայ, դա ժամանակ ունի, արդեն 3:30 է, արա իմ խորհուրդը, այդ կոմենտները հիմա թող պատասխանել է, այդ արա, եթե դու իրականում չես հանձնել Արցախը, եթե իրականում դու դավաճան չես, եթե իրականում դու Էրդողանի տեղապահը չես, եթե Ադրբեջանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը չես Հայաստանի, եթե մենք գիտենք այդպես, ապացուցի։ Կնկանը թե պոդկաստներով չէ, մյուսով չէ, Պետրոսի մոտ խոսալով չէ։ Հələ դու պատկերացնում ես այդքան տղա նստած լինի, դե, քեզ մի հատ ուրիշ խորհուրդ էլ տամ, լսի։ Հիմա կարող քո անվտանգության մասնագետներից մեկն էլ ասի, գիտես ինչ, քեզ շեֆը ասում, չես, շեֆ, ուշադի լսի, բռոնի շուշեն անցի ու դառնի չի լինում։ Մի հատ էլ նա ինչ խորհուրդ եմ տալի, որ հետո չասեն, դե եթե չեն կրակում ու դառնից փակվում է, անցի ու դառնի շուշեկ կա, որ դաժե կատո տրակտորը տա չի բանը։ Երկրորդ էժնել, երկրորդ շերտնել, անցի ու դառնի շուշեկ, լիքը փող ունես, կարաս անես։ Տեղն էլ ասեն, որ դες Gapex ֆիրման ամենաուժեղ այդ շուշեկը արտադրում է։ Ես ժամանակին դե զակազնել եմ տվել 16, 17, 18 թվերին մեր գործի մեջ ուժեղ շուշեք արտադրում համալիր այդ քո հատվածը փագի դեմից պրացիվապուլնի հետևից անցի ու դառնի որ լրիվ ապահով լինես ուզես կապսուլով թող քեզ տես քշեն ռելսել դի կապսուլի մեջ նստի ռելսով բերեն ռելսով տանեն ինչ ուզում ես քեզ ոչ մեկ չի կպնելու մենակ դու այդքան տղատ ես
Ես էլ եմ գալու, մենակ հրավերքը տուր, ասա ինչքան ով ինձ հարց ունի, կան կտե նստենք, ախպեր, ամեն մեկս իր ասի ախպեր կներես, քուրս։ 3 հատ հաց տանք քեզ, ամեն մեկս 3 հաց տանք քեզ։ Պատասխանի, դու պատկերացրես դու կարաս այդքան էներգիայի մեջ, այդքան կռվող տղու, այդքան ворցի մեջ դու կարաս խոսաս, մենակ էներգիայից դու խեղդվելու ես, արա, որ դու հայեր այդքան տենաս։ Մի անգամից գիտես ինչ ես անելու։ Ոնց որ արի Շուշի մշակույթի տունը կոորդինատը տալու ես 10 աթեսով։ Պայթստես այդքան տղուն մեջ։ Ես քեզ ուրիշ բան եմ ասում, մինչև դու շենքի մեջ չեղար, ոչ մի տղա չի մտնելու այդ շենք։ Դու պետք է լինես շենքի մեջ, նստես այդտե, հերթով մտնենք, մեկը մյուսին ասի ապես տեա։ Այդ տենց հավաքվենք։ Հասկացա՞լ էտել եմ քեզ, մենք եմ այս սրախով կեկ ունենք։ Դու նես բոզ ես, այդ շենքն է կպայթեցնես։ Կասես, բա 83 թվին վարվավ, հիմա խի պիտի չպայթեր, որ մեկի վրա եւ մին կար անվտանգության աշխատողները լավ չէին ստուգե։ Դու նենց շար բոզ ես, դու ամեն ինչ կարաս անես։ Դες ինչ առաջարկ եմ անում։ Ուզում ես խփի ինձ, ուզում ես կալանվորի, ուզում ես ձերբակալի։ Արա լսի, մի քիչ պայրադաշնություն ունեցի, արա։ Մի քիչ պայրադաշնություն ունեցի։ Այս բոզերի թանի ջեբիցս, արա։ Գիտեմ, հիմար բան եմ ասում, բայց հանի էլի։ Չես կարանալու։ Ես զարմացած եմ Սփյուռքի արձագանքից։ Ես զարմացած եմ Սփյուռքը հայությունը, ովքեր այդ գաղթօջախների հետնորդներն են, այսօր քիչ են փագում իրանց տարածքներում Հայաստանի Հանրապետության դեսպանատանների եւ հյուպատոսությունները։ Փագեն ասեն դավայ։ Իրանց պետություններում, որտեղ իրանք ապրում են, ալգոր նոտաներ են պետություններ, ովքեր ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Ինչն եք վերանայում։ Չի եղե։ Լավ էս մարդը մեր հայազգետ կապ չունի, հասկացան քրդեվանցի Նիկոլնա, քրդեվանցի Մելնա, Լորիսնա, ինչ ուզում եք ասեք, իր համար պոֆիկա, ինք ասում է, թուրքից ես չեմ բանան։ Հələ մի մոռացեք, Էրդողանի գիրքը սխմելա դոշին, բուղը տվելա պրոշին։ Էդի հո պատահական չի։ Այն աղազյանն հովիկը նախանձեց, ասեց ինձ էլ տար, ես եկը վերցե, այնա տվին վերցեց։ Այնա դոշին դրած ֆռմա, էլի։ Տվին վերցելու բանը վերցել ֆռմա դոշին։ Անի նեղվել էր, այն էլ երազում է։ Էսա իրավիճակը, օրակարգայինը էսա։ Կամ կռվում ենք, այո մենք ռևանշիստներ ենք։ Կամ կռվում ենք, կամ աշխարհը մնում է առանց հայերի։ Իսկ եթե աշխարհը պետք է մնա առանց հայերի, այս աշխարհը ումա պետք է։ Մնացածը թողում եմ ամեն հայի գիտակցությանը, ով ինչ գիտի, ոնց գիտի, ուրիշ ձև չկա։ Արարատ լեռից են խոսում, արա Արարատ լեռը, հիշում եք մի հատ ժամանակ եղավ, Արարատ լեռը, նորից կրկնվեմ էլի, այն ֆուտբոլային տարբերանշաններից հելավ։ Այս վերջերս իմ մի հատ ընկեր ունեմ, ինձ հարազատ ընկեր է կռվող տղա, գիտեք ինչ միտք տվեց, շատ հետաքրքիր։ Ասես գիտեք Արարատը խիչ են քանդում։ Դե չգիտեմ, որ Արարատ լեռան տակ ոսկու հանքեր կա, թե չէ Արարատ չենք էլ ունենա։ Յանի չգիտեն, լսեք։ Էսի շատ նուրբ հարց է, շատ լուրջ հարց է։ Արարատը Արագածով, բայց ոչ մեկ չի ասում, որ Արագածի հետ է կապված շատ լուրջ հարցեր կա, քրդական, պետության, ապագա պետության քարտեզների մեջ մինչև Ռիաթազագյուղ, Կարմիր Քուրդիստանի սահման կա։ Ես այդ քարտեզները տեսել եմ, քուրդ աղբերների հետ մի քիչ բանավեճ ենք ունեցել, շատ լուրջ մի քիչ բանավեճ։ Բա լիքը հարցեր կա, ես նես չի որ մենակ Թուրքիայի հետ է։ Թուրքիան պատկերացնեք վաղ ինչ կասի։ Վաղը Թուրքիան կարա ասի, Արևմտյան Հայաստան եք ուզում, արեք ապրեք, բացեք Մարգարի կամուրջը, սաղ այդ մեր տարածքներում քրդեր են ապրում, արեք քրդերի հետ նայեք, նրանք էլ են ազգային փոքրամասնություն, դուք էլ։ Մենք կարանք այդ տարածքներում ազգաբնակչություն հաստատենք, դուք պատկերացնում եք, էլի թազա հարցն են իրար,
ասեն ով ասում իրանցը չի, բայց ով ասում զավթել ենք, ասում են հայտ են ներկայացնում, արեք ապրեք, հիմա չեն ասում գնանք Ադրբեջան ապրենք, մի հոգի գնում է, չեն ասում եթանք Արցախ ապրենք, մի հոգի գնում է, նման կառավարության գլխի պայմաններում մենք կարանք նման հայտ ներկայացնենք աշխարհին, մեր մի հատ հայտը գիտեք որն է, ժամանակին մեր մեծերը ինչ արել են, զինված պայքար, հանուն Հայաստանի Հանրապետության, ուրիշ ձև չկա, բանակին նեցու կլնենք, հիմա նայեք, գլխավոր շտաբի պետը տեսեք ով է, այն մյուսը տեսեք ով է, այն մյուսը միջև հանձնես տարածքները կես մարտադա միջա գեներալ ստանա, Ցականյանը չէ, Ցականյանը մոռանալով իրանից առաջ ազգային հերոսներու գեներալ Ստասասների ճակատագիրը չեն հասկանում։ Հիմա գիտեք ներքին կարգով ինչ են ինձ ասում, բան եմ հրահարում, ինչ, պատերազմ եմ հրահարում, դուք պատկերացնում եք, ես պատերազմ եմ հրահարում։ Թուրքը հայտարարում է, որ մենք ֆաշիստական պետություն ենք կամ մեր կառավարությունը մեզ պիտի ոչնչացնի կամ իրանք, ես հայտարարում եմ պիտի անցնենք մոբիլիզացիայի, պաշտպանվենք, բացվում մանախը պատերազմը հրահարում։ Մանախը ով է պատերազմ հրահարի։ Մանախը մեր շարքային զինվորականը, շարքային կամավորական մարդ է, որը պատրաստ է իր հայրենիքը պաշտպանելու։ Ես եմ պատերազմ հրահարում։ Բայց մենք դրան պատասխանենք, արդեն հասավ իրանց, որ արդեն իրա դեմ հեսա պիտի բաներ հրապարակվի ու այդ հրապարակման ուժով պիտի շուշուտ տա ինչ կա չկա, ասում են գերիներին դեղում են, հետախուզական տվյալներ ունենք, բա որ հետախուզական տվյալներ ունեք, այդ ո՞նց եք ուզում միջազգային դատարանից հայտերը հետ վերցնեք, հայելային հետ վերցնեք, իրանցը դուք ձերը, բա մարդու իրավունքների խախտում չի, բա Մանասյան անոխի չճղում իրան, հրավիրեք, եթե տենց հետախուզական տվյալներ ունեք, խեր դրա մասին Պետրոսի մոտ խոսում կլենք, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր առաջի դեմքերին հրավիրի կառավարություն, այս հետախուզական տվյալների մենք փոխանակման դիվանագիտական ուղիներ ունենք, բացի այդ հրապարակային դիրդեմները, հետախուզական տվյալները, չէ, մենք հետախուզական արտաքին հետախուզության ծառայություն ունենք, դիրդեմները, ասա դեղում են մեր գերիներին, որ էսկալացիա սկսի։ Մենակ չասեք, որ մենք տակից, եթե դու էդի արդեն ասում ես, նշանակում դու տակից չես տվել, իսկ եթե տակից տվել ես, արձագանքը միջազգային հանրության քրիստոնեական աշխարհի արձագանքը ուր է Amnesty International մյուս իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող Սորոսից ֆինանսավորվող իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունները երեկվանից սպասում եմ ձեն չկա ուսումնասիրում եմ դա ձեն չկա Դիմեք միջազգային կառույցներին, ասեք դեղում են, այս էլ 100% հետախուզական տվյալներ։ Հետախուզական տվյալներ իբրև թե չունենք, թե մեր գերիներին ոնց են հալածում, օրգանները որտեղ են ծախում։ Կասպից ծովի վրա են շարժական նադուվնոյ, գոսպիտալների մասին տեղեկություն չունենք, օրգանները որտեղ ոնց է հետում, չունենք այդ տվյալները։ Բերանից չբացեք։ Բա հետախուզական տվյալներում դեղում են, որ ինֆորմացիա վեկալեն ու ցուցմունքներ։ Բա խիչ է հրապարականացնում միջազգային իրավապաշտպան կառույցներն էլ, ասեմ բացառիկ կարգով Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է իրավաբանների խումբ, ովքեր պատրաստ են ձևավորված այդ խումբը։ Մեր միջազգային երրորդ երկրների ոնց որ Մինսկի ԵԱԿ խումբը քանի չեք ցրե, ինչին վիզ եք դրել, Հայաստանի Հանրապետությունից այսքան իրավաբաններ Թարգմանիչներով ամեն ինչով երրորդ երկրների երաշխավորությամբ միջազգային խաղապահ կոնտինգենտի անվտանգության երաշխավորությամբ այդում են Բաքու սկսում են պաշտպանել ռազմագերիներին, որ չդեղեն ու Նիկոլի դեմ ցուցմունք չտան։ Արա գոնե քո անվտանգության համար էդի արա։
Չորտ լավ, ասենք Հայաստանի համար էլի մի բան օգուտ կլինի։ Դու Հայաստանի հետ կապ չունես, բայց նա ինչ միտք եմ քեզ տալի։ Եթե դու դրանից մտահոգված ես, որ քո դեմա սաղցուսմունքները, Հայաստանի Հանրապետությունում այսօր շատ պատվարժան միջազգայինորեն ճանաչված փաստաբաններ կան, որոնք պատրաստ են անվճար կարգով գնան այսօր Բաքու, բայց երաշխիքապետ եւ պետական աջակցություն։ Հենց հիմա ԵԱԿ Մինսկի խումբը քանի չեք ցրե, ինչին վիզ եք դրե։ Այդ խմբի շրջանակներում միջազգային անվտանգության երաշխիքներով Թոսաղ աշխատելն է, գնացեք Բաքու, պաշտպանեք մեր ռազմագերիներին, թարգմանիչներից սկսած, նյութերի տրամադրումից սկսած, մյուսը ինչը միջազգային իրավունքը պաշտպանում է։ Գնացեք։ Վախի չեք անում։ Հա՞։ Թե դրա դիմաց մի բան կտաս, սուս կմնան չեն հրապարակի Արայք Հարությունյանի ֆիլմը։ Հիշում ես, որոնն էին ասում, որ պետք է այդ ֆիլմը ցույց տեն, միջև այդ իրանցը հանձնի, այդ ֆիլմը չերևաց։ Հիմա թազա ոնց որ բաներ են առաջադրյա, ոնց որ այս գլխից հասարակությանը պատրաստում ես, որ դու հետախուզական տվյալներ ունես, որ հոգիներ գործում դեղեր են տալի, էդի եփ չեն արել, որ նախապատրաստում ես հասարակ, որ հենց էլի ասում, հիշում եք ես ինչ օրը Պետրոսի մոտ ասի, այսօր ես քեզ առաջարկ եմ անում, գիտես, համաշխարհային ճանաչում ունեցող փաստաբաններ ունենք Հայաստանի Հանրապետությունում, հենց հիմա մի քնի, այդ ճամփին, որ եթալու ես բան միջև խոս հանձնել է, հիմա հանրական տուրարգոս նախարարությանը, միջազգային կառույցների հետ կապի հանի, այդ Արարատի անունը ինչ ես անել, դա էլ է քագործ, դա էլ է քագործ, այդ Արարատը հիմա կարող է դա միջազգային ընդունելությունից չընդուննել, ասում է զենք դաժե չեն տալի, բա ալգոս նախարարը ոնց է այդ միջազգային հարաբերությունների Այդ գիտես որն է, որ քո նկարը դաժե խտացած կաթի վրա այդ կաթը չի ծախվելու, այդ են սիտուացիա հիմա ջոգում ես, քո նկարը եղավ մի հատ ամենա հացի վրա եղավ քո նկարը ժողովուրդը այդ հացը չի առնելու, թեկուզ լինի անվճար, sense որ տան անվճար չեն առնելու։ Արա, վաղը բանակի տոնն է, միջև վաղը արա։ Ես իրականում ես վաղը, գիտեք, ես երաբլուր չեմ գնում, երաբլուր գնալուց էլ գիտեք, չեմ մտնում բանը, գերեզմանաշերտ։ Վաղը բանակի տոնն է, վաղը կգնամ այդ եկեղեցու այդ հատվածում եմ ելնում, վաղը կեթամ այն վերևը կայանում եմ իմ աղբերներին, իմ աղբերներից ամեն անգամ ներողություն եմ խնդրում ու խնդրում եմ ժամանակ տան, իրանք էլ են աշխարհից, սյոտք իրանք ասուն ավելի մոտիկ են, քան մենք Այն աշխարհից խնդրեն ասուն իրանք եմ էլ տեղը այն կողմից մի քիչ մեզ ուշ իմաստություն խելք տա ուշ տա որ կարողանանք մեր ուխտը կատարենք որ կարողանանք այդանք իրանք զեկուցելու իրանք էլ ընդդուս պետք է մեզ օգնեն որովհետև էսի չգիտեմ էս ինչ վիճակում ենք ցավալի բան եմ ասում բայց էտա վաղը կգնանք երաբլուր կգնանք տենանք Ինչ կլինի Իմ ասք Պինդ կացեք Ծաներ է բայց բան չէ էլի անհույս չի Մեծ զգոնացեք Ամեն դեպքում ես այնքան եմ ուրախանում որ տենում եմ ես ժամկետային տղեկին ուղարկում են զինծառայության դիմավորում են այդ խնջույքով բանեն այն հայի չեք պատկերացնի անծանոթ դե Facebook-ով գալիս է Այնքան լավ եմ զգում, որ այդ պատկերացպես 200-300 ժողովուրդ, նայում ես ես մի հատ նիհալ տղա, էլի մազերը քաջալացած ես մի հատ, ինքն էլ է զարմացած, էլի 18 տարի ապրել չի պատկերացրել իրան որ տենց Հա ինքը իր տան տղեներ, բայց այդ ասենք 200-300 հոգի սենց ուսերին դրած, բան սենց ինքը արդեն, էսի շատ լավ տրադիցիա, ինքը արդեն իր մեջ Իրան հայրենիքի պաշտպան զգումը, դա շատ կարևոր դուխ է, շարունակեք այս նույն ձևով ու նույն ձևով դիմավորեք։ Շատ կարևոր է։ Հիշեք, ինչ ասել եմ, մեր ամեն մի զինվորը դա մի Հայաստան է։ Կլինի ժամկետային, կլինի կամավորական, կլինի պրոֆեսիոնալ, կլինի հրամանատար, մենակ տեղում ելնի, էլի, տեղում ելնի այդ զինվորականը, հագավ համազգեստը։ Մտքում եղավ հայրենիքը։ Ամեն մեկը մի Հայաստան է։ Մենք ուրիշ Հայաստան չունենք։ Մեր Հայաստանը այդ ամեն մի տղեն է։
Հողը դերեք մի կողմ, հողը գիտեք ինչ ա, հենա տենում եք էլի։ Սրա պես չեմ ասում, մեզ պետքա 30 կիլոմետր ձնապատ, ջուր կան դե ասում 30 կիլոմետր վերջնի ձունանդե պաշտպանենք, բան դե մեր հայրերը չեն հասկացել, ինչ լեռնաշխարհ են ստեղծել։ Լավա չի ասում Կիլիկյան Հայաստանի ժամանակ եկա ծով ունեին ընդ աղի ջրի համար Կիլիկյան Հայաստանը արդյոք արժե ստեղծել, այդքան մարդ զոհեցին, Հայաստան ստեղծեցին, մյուսը։ Գժանոց էլի, գնշանոցը։ Լավ եք հայասկ, չվախենակ, մենք ուժեղ ենք, ես աստված եմ կանչում, էլի սկսի էսկալացիան, ես աստված եմ կանչում, իրոք ես աստված եմ կանչում, ես ուրիշ տեղ, որովհետև կարակը թրծում է, էլի կարակը թրծող աջակցություն ունի, էլի կարակը թրծող ազդեցություն ունի, ես ուզում եմ, թող սկսվի, կտենանք ում համար ոնց վերջանա, հիմա կասեք հերթական անգամ եք ասում, ինչ անենք, գնացինք տաուշը պահելու, այդ տեսակ իշքան զրկանքներ կրինք, մյուսը պետությունը չկարացավ անի, Բագրատյոնը եկավ սաղժողթին հավքեց բերեց յանի ներ հանում, ամեն շաբաթ մտնում է բանը, աստվածաշունչա կարդում, դա վատ բան չի, միջև էդ է դա պետք անել ես ազգին պատրաստել, հիմա էլի ուզում են հանձնեն, հիմա ինչ եք որոշի անել, հենց մի հատ ժողովրդական սես մի հատ բան պտի սկսի, մի հատ Բագրատյոն թազա դուս է գալ, հիմա Աջապահյանին են հանել, գծե խոդի, ամեն կուսակցություն ու շարժում հիմա սեփական սրբազան ունի փաստորեն, կրակի մեջ ենք, քաքի մեջ ենք ընկել։ Կռիվա եւ պատերազմ, մեր ազգային ճակատագիրն է, թույլ ենք տվել, պիտի ճաշակենք, սխալները չի սրբագրվում, սխալները վճարվում է, ուզում է թշնամին ոչնչացնի, մենք ֆաշիստական պետություն ենք, Այս կլենտինն է, աշխարհի ամենաֆաշիստական պետությունն էլ չեն, բոզի տղեկը չգիտենք էլ ինչ են, ով են, ուզում են մեր պետությունը ոչնչացնեն, պրյամոյ սպառնալիք են հնչեցրել, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր տները, ես սրանից ենքում քաղաքականություն, հայրենասիրություն չգիտեմ, ես ուրիշ բան չգիտեմ, ես գիտեմ, եթե ուզում են ոչնչացնեն, պետքա պաշտպանենք, պաշտպանենք, հետո կպահպանենք, իսկ որ ասում են ռևաշիստական, պետությունը հայրենիքի հետ կապ չունի բան, հայրենիք ենք ուզում, որ պետությունը մեծանա, որովհետև մեր հայրենիքը ընդ է մնացել, այն ժամանակ, որ մենք հայրենիք ենք ունեցել, ով այս աշխարհաքաղաքական մասը վաբշե բանի տեղ դրե, մենք պիտի գաղափարի մարդիկ կլնենք, հարազատներ ջան, գաղափարի, զենքի մարդիկ պետք է լինենք, որովհետև մենք ուրիշ ձև չունենք ուրիշ, ինչ քաղաքականություն, քանի տարի քաղաքականություն ընթանում, մտնենք էլի քանի տարի քաղաքականություն ընթանում, հո մեր օղորմացիկ մեր ազգային հերոսները Հավայի չեն ասում այդ երեխեքը, ասում են մենք բուշլատով պահեցինք, դուք կոստյումներով հանձնեցիք, քույտի օթից չի եկել Հիմա նես չէ, որ տեսական բաներ է, պրյամոյ ասում է, այս պետությունը կամ Նիկոլ դու ես ոչնչացնելու, կամ մենք, հիմա մեր համար տարբերությունը ո՞րն է, ով է ոչնչացնելու, մենք հիմա պետք է այդ ոչնչացման դեմը առնենք, չէ, ուզում են դաժան, թող լինի դաժան, հիմա որ մեկից որտե կխփեն, կձերբակալեն, կկալանավորվեն, կռվի մեջ կգտնենք մեր գնդակը, թշնամուց, թե մեջքից, մյուս թշնամուց, ես չգիտեմ, եթե մեկը գիտի, ուրեմն Վանգայի ընկերն է, ընկերուհին է, ես չգիտեմ, բայց հիմա էսա մեր կյանքի իրականությունը, էսա մի հատ պատմական մեր շանսը, մեզ աստված մի հատ անես ժամանակաշրջանը մածանե, բերը անենց վիճակի, որ մենք կամ պետք է կռվենք, մեր ազգը հայրենիքը պաշտպանենք, կամ մենք կոտորվելու ենք այս ժամանակաշրջանում, նորից պետականություն ենք կորցնելու հազարամյակներ, հիշեք, հիմա մենք նորից կորցրինք հազարամյակներ չենք ունենալու, մենք պատմական ամենաուժեղ շրջափուլի մեջ ենք, եւ որ մենք պատմության մեջ կարդում ենք էս, հիշեք, հիմա այդ նույն պատմությունը դուք եք, ձեզանից յուրաքանչյուրը հենց իմ այդ պատմությունն է, ես միշտ այն պատմական ֆիլմերը, որ նայում եմ, ասում եմ նայեք էլի,
Ասում են նայեք, էլի, այդ պատմական կռիվները, որ նայում ենք, Միշնադարյան այդ կռիվները նայում ենք, ասում են նայեք, արա քանի 100,000-ավոր, միլիոնավոր մարդիկ են մեռել, բայց պատմության մեջ իրենք չկան։ Բայց այդ մարդիկ արա զենքով կռվել են, չէ՞, պատմության մեջ իրենք չկան։ Միլիոններ են փոշիացել պատմության մեջ։ Բայց այսօր Աստված մեզ մի հատ հնարավորություն ա տվել, որ ոչ մենք միան պահպանվենք մեր անուններով, մեր տեսակով, այլև հնարավորություն ա տվել ունենանք այսքան փոքր երկիր է ժայռերից կախված ու չտանք ոչ մեկի։ Մենք տալու բան չունենք, մենք վերցնելու բան ունենք։ Մնում է մի հատ տաղություն ունենանք, եղածը պահենք, դաշը ոչը կտենանք էլի համար ոնց կպրծնի։ Այս կառավարության գլուխ են, կառավարիչ են, ինչ են, այս հալածանքները միշտ եղել է, միշտ լինելու է ու շարունակվել է։ Նեշի Նիկոլն է սկսել։ Նիկոլից առաջ նույն տեխնոլոգիաներով շարժվում է։ Եթե դուք այս օրերին տենաք, ես այն նախկին քաղբանտակյալի տարիների այդ բաները հրապարակել եմ Facebook-յան էջով, նայեք իրանց իշխանությունները ոք իմ գլուխին չեն բերել։ Ես էլի չեմ լռել։ Ես էլի կռվել եմ, կռվում եմ ու կռվել եմ։ Մի հատ ձև ունեն ճամփելու։ Այն էլ դուխ չեն անում։ Այդքան տղա չկան, էլի։ Այդքան տղա չկան, բաց ասում եմ ձեզի։ Բռնել տալով են բան անում, որովհետև գիտեն ինչա լինելու։ Եթե Աստված մարդու հետ է, իսկ Աստված իմ հետ է։ Նաև իմ հետ է։ Քյոլ գյուլա չի կպնի։ Միսիա կա։ Այդ միսիան միջև չվերջացնես, հիշեք քրիստոնեական կանոնը, ոչ մի տերև անգամ ծառից ներքև չին գնում առանց ասոգիտության։ Այ ես դրա համար այսպես խոնարհաբար ասում եմ Տեր Աստված ջան, պրոստը վրազացնում ոնց որ ասում մի քիչ շուտ էլի մեր այդ վայել ենք էլի նորից մեր Արցախը տենանք, մեր արմատյան Սաղ կյանքս դրա մեջ է եղել։ Մենք այն վաղ Արցախի հարցը չենք հասկանում։ Մեր ուշք ու միտքը փոքր ժամանակից մեր արևմտյան Հայաստանը Սասունը բան դե մենք սասունցի ենք արմատներով։ Մի կողմից, մյուս կողմից իգդիցիներ ենք։ Մյուս կողմից մորական կողմից իգդիր, պապական կողմից, հորս կողմից սասունցիներ։ Սաղ կյանքներս այդ ենք լսել։ Գաղթ։ Մենք չենք պատկերացել կմեծանանք մի արանքում մի Արցախի հարց կլինի։ Հիմա քիչ էր Արցախը կարածել, պատրաստվում ենք բանը իրական չէ, պատմական հայրենիքի։ Հիմա նայ էսի թազա կլենտը նորից բերես գցեց, թազա շրջավարոտի մեջ, ոչինչ։ Մեր դվայորնի թուրք ընկերուին է, ոչինչ, լավ կլինի սա։ Պին կացեք, կարևորը ձեռքները չհոգնի, մատները տեղը պահեք, խելքները տեղը պահեք, հոգեպես պատրաստ եղեք հայրենիքի ազատագրմանը ու ծիծաղով, այս գժին, էսի հոգեկան հիվանդ է, սրան ուշադիր մի եղեք։ Մի ինգեք այս բաների տակ, պատրաստվեք հայրենիքի պաշտպանությանը։ Եթե սրան թվում է, որ ինքը կաբինետից պիտի հիմա կոճակ սխմի, որ ասիմ ով կասկա ունի վերցեք գնացեք, բան անցավ այդ ժամանակները։ Նայ 20 թվին խաբեց, 21 թվին խաբեց, 22, 23 Հիմա 25 թիվն է։ Եթե այսքանից հետո մեկը կա որ պիտի հարիվնա խաբվի, ուրեմն ինքը սիրում ա դա, թո հանձնվի ենկում։ Պալյուբոմը սիկտիր են ելնելու, ազգայնական ուժերը գալեն ազգային պետություն ա դառնալու։ Չեմ ասում ինչ որ իշխանություններ, սրան բերեք նրան տարեք, ես դրա մեջ չկամ։ Կռիվ։ Պատերազմ եւ պաշտպանություն։ Այսօր տեսեք Հեզբոլլահը Հելելը դերոշները ծածանում, ասում եք տեսակ չկարծան մեր վրա։ Այո, ինքը իրավունք ունի Հեզբոլլահը խոսալու։ Ամեն քայու թփի տակից, ամեն ընկած պաների տակից կրակում են։ Ինվալիդը նստած կալյասկի վրա, ռագատկի վրա գրանատը քսում են իսրայելցի զինվորի վրա։ Քարով, արա, քարով կռվում էին։ Այսօր մենք դել ենք մեզ քաղաքակիրթ ազգի տեղ նրանց հետ ձեռ ենք առնում։ Տեսակ ոնց կռվան։ Տեսակ աշխարհ եկավ ինչ որոշման։ Չեն կարող, պրոստը չեն կարող։ Շարունակեն նրանց վեճը չի։ Իսրայելը вообще առանց բանակ էր մնալու։ Գիտեք Իսրայելը տես պատահական գնաց զիջման։ Տեսակ ոնց պաշտպանեցին մեր ու մանուկ։ Ծնդատներն էին իջեցնում էլի կռվում էին։ Արեք, արա աշխարհն է մեզնից կռվելու պայքարել, սովորել այսօր մենք նայում նախանձում ենք։ Այո, նախանձելի բան է, բա ի՞նչ է։ Դա մեր պատմությունը նայեք։ Արա ով հայ չի, թո սիկտիր լինի вообще քաղաքական, ռազմական դաշտից։ Ով ազդեցության գործակալ, թո вообще սիկտիր լինի այս դաշտից։
Սա մեր Հայաստանի Հանրապետությունն է։ Սա մեր հայազգն է։ Աստված գոնե այսքանը թողել է մեզի։ Աշխարհում օֆիցիալ 46 միլիոն քուրդ կա այսօր PKK Թալիբանի բազանի 3 հատ կուսակցություններն են ամբողջ աշխարհով։ Ում մետ ասես համագործակցեցին։ Ում մետ ասես մենակ պետություն ունենան, առհա։ Ոչի բան չունեն։ Էլ Իրաքի վարչապետ նշանակեցին բազանին, էլ սա գիտեք պատմությունը։ Ինչ։ Ունեն պետականություն։ 46 միլիոն անսահմանափակ ֆինանսական, ռազմական, տնտեսական միջոցներ։ Ունեն պետականություն, ունեն պետական դրոշ, ճանաչված են որպես ունեն անձնագիր։ Արա դուք նայեք, արա դուք հասկանում եք Աստծո ազգ եք։ Այս հարաբերակցությունը բերեցի, որ դուք հասկանաք, մերումանուկ կռվում են, մերումանուկ։ Եվ ես էսա, այս եթերիցս հետո կդնեմ մի հատ շարադրություն իմ ընկերոջ 11 տարեկան երեխան է գրել։ Չնայած ես երեխա եմ, ես իրան ինչ ասեմ, մի հատ շարադրություն է գրել, ազգային սպարապետներ, հերոսների իմ անունն էլ է գրել, Վազգեն Սարգսյան, ես գիտեք, ես երբեք չեմ կարող հավասարվեմ, դա բացառված է։ Երեխա է, 11 տարեկան երեխան դպրոցում շարադրություն է գրել, ծնողը ուղարկել է ինձի։ Դուք հասկանում եք սա ինչ պարտավորություն է իմ համար, իմ կյանքում։ 11 տարեկան երեխա ուղարկել են ինձի, սենց տեսա չգիտես։ Ես ոչ մեկ եմ, բայց հասկանում եք ինչա, 11 տարեկան երեխան քո մեջ հույս է տենում։ Այդ մարդկանց կողքն է քեզ իր շարադրության մեջ գրել։ Դուք ինչից եք խոսում։ Դուք գիտեք ամեն մեկդ մի Հայաստան եք։ Ես տեսեք չեմ ասում հելեք ցույցերի, ես իմ ուզում եք հելեք, ուզում եք մնացեք, իմ ու Բագրատյոնի, Բագրատ Սրբազանի բազարը դու սկսավ, երբ որ եկա ոսկեպար ասի ով կռվողա, կոչ արա մնանստե, ով այդ մացույցի տար, ասես չէ, սա ինչ, դա կռիվ սկսի, հենց ոտը քաշեց ականազերծումը սկսավ, միջև հանձնես կիրանցը ստե հասավ։ Այստեղ եթե հաներ սրան, ինչի համար որ այդքան ժողովրդի բերեց, չի խոսա։ Տեսակ։ Տեսակ։ Հիմա թազա նորից սկսվել է քաղաքական խմորումները։ Արա լավ ում եք ուզում բերեք։ Մետ ասեք ում եք ուզում բերեք իշխանության։ Արա ում ուզում եք բերեք, էլի մերպես ազգայնականները ոչ մեկը չեն հարմարվել, որովհետև մենք տարածքային ամբողջականության եւ ազգային անվտանգության խնդիրներ լուծող մարդիկ ենք։ Մեզ հետաքրքիր չի ձեր քաղաքական մոտեցումները։ Ընկեսը գալիս են Ռուսիա հետ ընկեսը, ես ասում եմ համապարփակ, ես ասում եմ, ես այսօր սխալ եմ գտնում ռուսական սահմանապահ զորքերի եւ ռուսական զորքերի հանումը Հայաստանի Հանրապետությունը, շատ սխալ է։ Մենք չենք կարող սահմանը փակենք։ Մենք այսօր մեր մարտական դիրքերում, որ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ է, ուշադիր լսեք։ Մենք ընդ դիսցիպլինա չենք կարող պահենք։ Տեսեք, ինչքան մենք ունենք խաղապայմաններում ինչքան զոհեր։ Ասում Ամերիկայից խմբեր կգան Ամերիկան, որ այդքան տեխնիկական միջոցներ ունի, թող Մեքսիկայի հետ իր սահմանը փակի։ Դուք չեք տեսնում աշխարհի ամենապաշտպանված սահմանն է։ Իսրայելի ամենապաշտպանված սահմանը, տեսակ տերորիստներին ինչ շեղում է, ոնց ճեղքեցին այդ սահմանը մտան, ինչ տեղի ունեցավ, ինչի սկսավ պատերազմը։ Այսօր փաստացի չի լինում էդի։ Այլ հարց, այո, զուգահեռ մենք մեր բանակը ստեղծենք, սահմանապահ զորքերը, ուժեղ սահմանապահ զորքեր ստեղծենք, տեխնիկական միջոցներով համալրված ամեն ինչով։ Հիշեք մի հատ բան, սահմանապահ զորքերը չեն կարող կատարել են մարտական խնդիրներ, ինչը դրված է զինված ուժերի պաշտպանության նախարարության հատվածի վրա։ Օրենքով մինչև 15 րոպե է սահմանապահը պահում իրան հանձնված պետական սահմանի հատվածի պաշտպանությունը։ Պահպանությունից անցնի պաշտպանության։ Ուրիշ միջոց ուժեր չունի։ Հիմա մենք բանակից այսքանը տալիս ենք սահմանապահ զորքերին, բա մեր պաշտպանության նախարարության զորքերի համալրումը ոնց ենք իրականացնելու։ Մենք այդքան մարդկային ռեսուրս ունենք, մտածել եք դուք դրա մասին։ Ուսես բանակը կազմը քանդվում է։ Վաղը կասես ինժեներական ուժ է, խիստ ականապատում չեղեք, ասի սապյոր չունեմ։
Կասես պա ողի չես փագե, կասի հակաօթային պաշտպանության համալրում չի եղել դիվիզիոնի։ Հրետանավորներ ինչ կա, կասի խնդրեմ, բալահովիտը համալրում չի ստացել։ Հատուկ նշանակության բրիգադ կինոյի մեջ ենք։ Հակատանկային ուժեր, զրատեխնիկական ուժեր ինչ կա, նույն պատմությունը։ Մոտորաձգային զորամասեր ինչ կա, նույն պատմությունը համալրում չունենք։ Սաղ է թվում է ՍԶ, սահմանը բաց է, ՍԶ։ Հետո դուք էսի հաշվել եք։ Այդ դրա համար համաներում չեն հայտարարում, որ բանակի այս տղեկը որ դուսն են, գան գոնե 1 տարով ոչ մի փող չվճարեն, 1 տարի առնվազն գան Հայաստանի սահմանները փակենք մի հատ այդ ընթացքում, պատկերացնեք փակվում է սահմանը, 1 տարի բանակը շուտ համալրում պատրաստվում է ու սկսում ենք մեր երկրի պաշտպանությունը, իսկական պաշտպանությունը։ Սա հաշվարկներ է, սա ապագա զինվոր կազմակերպությունը ծանոթ է ձեզի։ Դուք տեսել եք քանի տարեկան երեխեք են ընդդեմ ածով։ Դուք տեսել եք Տիգրան Մեծ վարժարանը։ Չգիտեմ հիմա փոքր մհերը կա թե չէ, մեծ մհեր, փոքր մհեր կար այն ժամանակ։ Ոչ եմ, տենց տարբեր ՀԿ-ներ։ Տիգրան Մեծ աշխարհազորային, ասենք ընդդետումները կրա։ Այդ ես էլ խոսում երեխեքից։ Երեխեքը, որ այսքան փոքր երեխեք, այդ սիրուն երեխեքը շատ կարևոր բան է մի հատ ուզում ասեմ։ Կհիշի Մուրադյան Սամսոնը կհիշի, ուրեմն շատ հետաքրքիր իմ կյանքում էդի շատ ուժեղ բաներ, ուրեմն ապագա զինվոր կազմակերպությունը եկել է ատանում ենք, առավոտ 6-նա ու գիշերը ուժեղ անձրև եկավ, շատ ուժեղ, երեխեքը վրանի մեջ կհիշեն այդ դեպքը, ով լսում էսի, կհիշի, ուրեմն անձրև եկավ, այս երեխեքը թրջվել են, մի հատ փեջ կա, տենց ընդհանուր հրամանատարական տեղն է, բայց երեխեք են թրջվել են, դե ինչ անենք, որ չսարեն, չեն կարող, հեղեղ եկավ, այդ օրը հեղեղ եկավ, ու սենց կիսա լուսա բացեր, ասի վազաստեն գոնե չորանան, էլի մի բան միջև լույսը բացվի տնակ ինչ են, անսպասելի էր, էլի այդ իրավիճակը, հիմա երեխեքը պիտի վազեն, ես շախետից մեծ փոքր երեխա եմ, 5-6 տարեկան աղջիկ էր, դե տենց ուսումնական ավտոմատ է ռեզինի, սենց գցած, ասում եմ, խի արագ չես վազում, ես ուզում եմ, որ ինքը արագ վազի, որ բան էլ էլի, չսարի, էլի, միջև հասկանանք ինչ ենք անում, թրջվել են, մենք էլ ենք թրջվում, բայց դե երեխեքը թրջված են, մեկ ես դու ինձ հացել ես, ես կարամ վազեմ, որ սենց վազեմ, կհիշի Սամսոն Մուրադյան, ասի բա դու զինվոր ես, բա դու էլ ես զինվոր, դու ինձ հացել ես, ես կարամ վազեմ, թե չի, ասի, այ բալես, ես սպասում եմ, որ դու վազես, որ ես քո հետևից վազեմ։ Ասեց հա, ասի հա, ասեց ծանր ավտոմատ, ասի տուրի, ասեց չէ, հրամանատարը կջղայնանա փոքր, ասի տուր, ես կասեմ, որ դու չես տվել, կասեմ, որ տվել ես, ես էլ ունենամ, ես առանց զենքի, ասեց կասես, ասի հա, ու ես ես երեխեն վազ, Սամսոնը հետևին ես կանես լսում է, այսպես մենք երեխեք, այսպես սերունդ ունենք մենք։ Ու մենք այս պայմաններում ինչից ենք վախում, ինչից ենք նեղվե, մենք հասկանում եք սրանք ամեն ինչ անում դպրոցը կորի, ազգայնական դպրոցը կորի, այդ փորձառությունը կորի, այդ ոգևորությունը, նայեք, գիտեք պատական են մտեք կրթական շրջան, 131 դպրոց պարզվում է Հայաստանում տնօրեն չունի այս պայդրությամբ, 131 դպրոց Հայաստանում տնօրեն չունի, երեք էի նայում այդ տվյալները, 131 դպրոց, դուք հասկանում եք մենք ինչի մեջ ենք։ Էլ մի օր գնացեք այդ իմ նշած ՌՀԿ-ները, տեսեք այդ երեխեքը ոնց են օրնիբուն, պարապում, բան սենց իրանք սենց, մի հատ գնացեք տեսեք այդ ամեն ինչը, գնացեք ազգային լեգիոնը տեսեք, տենց գնացեք տեսեք մարդիկ, այդ տենց լուրը մունչ, զոք են պատրաստում, երեխա են ապագա բանակի համար զոք են պատրաստում, ու պետական ոչ մի աջակցություն, թեթև տենց կծֆրներ, ես պատկերացնում որ ազգայնական պետությունն մի քիչ օգնեն այդ ՌՀԿ-ներին ինչ կսարքեն, ինչ կդառնա։ Բայց հենց տենց քաղաքական կամք ու խնդիր չունեն, սրանց խնդիրը բանակը կազմալուծելն է։ Այսպես բանակի հերանից են ասնել այս ՌՀԿ-ներին։ Հիշեք,
Հերթով, կարգով, բարգով, ասել են, մենք հացակողական բան չունենք, ինչ, երեխեք եք պատրաստում վաղ էսկալացիա լինի, երեխեքին չեն հասել, բանակի հերը մի հատ անիծեն միջև վերջ, դե արական սերի հերը անիծեցին, չէ, հիմա էլ հայտարարում, ասում գիտեք խենք իգական սեր ներկայացնում սաղ բանակներին, սաղ պետական պաշտոններին, Հայաստանի Հանրապետությունում էքերը շատ են, քան ворցերը Դրա համար հիմա աղջիկներին բանակ է տանում, մի հատ էլ կա ճատի, որ բան չլինի, չզարգանան։ Դե հիմա հարաբերակցություն ունեք, այդ աղջիկները զարգանում են, պետք է ամուսնանան, սերնդակիցների հետ, պետք է ամուսնանան, հարաբերակցություն ունեք։ Նայեք, 1/4-ից ավել է դառը հարաբերակցությունը։ 3 սերունդ մենակ 44 օրյա կոտորին։ Հիմա աղջիկներին է տանում կոտորել։ Դրա համար է Նիկոլի Խնամին այսօր մտել է տենց էլի, Դավիթ Շահնազարյանը մտել է։ Ես իրեն 24 ժամ ժամանակ եմ տվել։ 24 ժամվա ընթացքում հերքում չեղավ, Դավիթ Շահնազարյանը թոպին բռնվի, կտնա, ինչ հրապարակումներ են լինում, շատ հետաքրքիր։ Այդ Գեհենի Առաքել անվան տակ, որ ինքը աշխատում է տենց, յանի փորձում է ինձ հագցնել նրանց հետ իմ հետ։ Ձերը կտեղադրեմ, կլսեք, որ ինքն է։ Ես սպասում 24 ժամ, մնացածը խոսանք, մի խոսքով իմ ազգաբնակչություն, իմ հարազատներ ջան, Աստված թող պահպանի Արցախ աշխարհը, հայ աշխարհը, հայոց աշխարհը, Սփյուռքը հայեր, մի քիչ զգոնացեք, դուրս չի գալի, այս ցեղասպանության հետ ձեր դրության, այս բանը, չգիտեմ, մի կուսակցականացրեք այս հարցերը, հելեք ոտի, փագեք մեր դեսպանատների հյուպատոսությունները անգամ պահանջեք արտաքսել հյուպատոսներին եւ դեսպաններին պահանջեք արտաքսել գնացեք ձեր ծագման երկիր որտեղ դուք ապրում եք արտգոսնախարար փագեք պետդեպարտամենտ ասեք հանեք սրանցիկ տիրարեք ստեից ստենես մարդիկ պետք է գան որ իրանք հրաժարական տան որովհետեւ դեսպաններն ու հյուպատոսները հենց այդտեղ պետք է հայոց պահանջատիրական հարցի հետևողականություն դրսևորեն, որովհետև մեր հռչակագրով, մեր սահմանադրությամբ մենք դա ունենք եւ պետքա դա պահենք։ Եթե չեն անում, սիկտիր արեք սրանց, թողան ստեն այս մարդիկ նշանակում, որ դա կպահեն։ Այո։ Հելեք, քանի պատերազմը չի սկսել, հելեք Սփյուռքում արեք դա։ Արեք, պետքա սա անհետևանք չմնա։ Ում եք սպասում, ով պետք է անի։ Մնացածը թողենք Աստծո ողորմածությանը եւ Աստծո հույսին։ Լավ եղեք, չվախենաք։ Մերոնք կգան։ Կարմիր թե սպիտակ ձիորով չգիտեմ, բայց մի բան լավ ալնելու։ Կռիվ ու պատերավ, ձեռներդ այսպես մարզեք, բռնուստներդ մարզեք։ Ուզում են դաժան կլինի դաժան։ Կռիվ մենք պատրաստ ենք, այդ կռիվը ընդունող ենք։ Մենք ուրիշ ձև չունենք։ Մենք հանձնվող չենք, մենք պրոստը հավայի մեռնողել չենք։ Ում համար ոնց կպրծնի։ Թուրքի ողնաշարը պետք է արդեն հայոց տարածքում ջարդվել, ուրիշ տեղ չունենք։ Յանի միջև այդ հայոց տարածքներ չէր, ըստ կլենտի էլի, and the warning years։ Մնացածը տենանք ինչ են անում։ Լավ եղեք։ Մի հատ կուսակցությունը թող լինի ձեր ազգը։ Դաժե ուրիշ բան եմ առաջարկում, նոր այս դատար գլխիս մեջ մի հատ միտ ծագեց։ Ով կուսակցական է եւ շատ հայրենասեր է, դες նոր ծագեց։ Մեր մեռնեմ Աստված ջան, քո սուրբ զորությանն, տեսեք նոր ծագեց գլխիս մեջ, անկեղծ եմ ասում, չէի մտածել։ Երթվում եմ սրբություններով չէի մտածել, նոր եկավ միտքը։ Ով հայրենասեր կուսակցական է, կուսակցություններից դուրս եկեք հենց դրա հիման վրա։ Կուսակցությունները լքեք, թող կուսակցությունները Հայաստանում ընդհանրապես կազմալուծեն։ Հելեք մի հատ հայրենասիրական ուժեղ բան սկսվի, ազգն դառնա ձեր կուսակցությունը, էլ կուսակցակապետերի այդ մաֆիոզ բաներից դուրս արեք։ Ու տեսեք ինչ հետաքրքիր բան է դառնում։ Ոչ մի հասարակական շարժման, ոչ մի կուսակցության մի հարեք։ Այսպես խենթերով հելեք ու կեցե մեր խենթերի միասնությունը հելեք, այսպես ձեր հանեք ՀԿ-ից եք, ԲՀԿ-ից եք, օրինացից եք, այնքան
օյով բան փոխեց այդ օրինացը չես հասկանում, օրինագիծը, օրինափոխը չես հասկանում։ ՀՅԴ-ից եք, հելեք բոլոր կուսակցություններից, վկայականները, այսպես հանձնեք հրապարակային, դրեք վկայականը ֆլեշմոբ, հայտարարում են ֆլեշմոբ։ Վկայականը ցույց տու դուս արի այդ կուսակցությունից, դուս արի։ Կուսակցությունը հենց կազմալուծվեցին ու շատի լսեք, ստեղծվել է իրական ազգայնական ընդդիմություն։ Աստված նոր այդ միտքը տվեց։ Հելեք կուսակցություններից, ով ազգային է, ազգասեր է, ասեք ներողություն, միջև հիմա ոչ մի բան չկարացակ անեք։ Դրեք վկայականները դուս արեք ազգայնականներով։ Սկսենք իրական դիմադրության շարժում, հայրենիքի պաշտպանություն ստեղծենք։ Իրականում հելեք իրականը, որ դե ուզում տա, ստե ուզում տա, այդ ուդոները գցեք, որ կուսակցապետերը, տարածքային ղեկավարները չասեն, էսի չի կալի կանոնադրությամբ, տակեք, էսի ճպ շեֆը կներանա, մյուսին չի կալի, ագավորկեք ունենք, բայն դե պաշտոն են խոստացե, բայն քրեական գործը, դրեք վկայականները, դուս արեք, մաքրեք ձեր կենսագրությունը, սկսենք պայքարել։ Ուզում եք քյարքին տա, հլենք 100,000 հոգով, ոչ մի ոստիկանական կարդոն, ոչ մի հատուկ նշանակություն չեն կարող այդի փագեն, բացառված է, առանց զենքի, ուզում եք քյարքին տա, սարերով, ձորերով մեր անունն է հայկական, իսկական կամավորական քայլելով էլ կեթան կհասնենք ընդ ժողովրդին կանենք ոտի, ոչ թե դու ժողովրդին հետ քաշեն վախցնեն 2 մինամյոտ, կսեն գիտեք, ժողովուրդը պանիկայի մեջ է, մեղադրելու չի, գնացեք ռայոնները տեսեք, սահմանամերձ շրջաններ ժողովուրդը պանիկայի մեջ է, վախի մեջ է, այլ ոչ մեկի չի վստահում, բայց որ տեսավ այդ մասսան գալիս է պաշտպանության, համ բանակն է խելքի գալու, համ տեղի հրամանատարությունը, ով Նիկոլականը թողնել է, մնացած տղեկը մնալու են, առնվազն դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատար, դիրքի ավակներ մնալու են, ով էլ թռավ, կարևոր դիրքերը կա, զենքը կա, բանակը կա, եթանք աջակցության, չենք տա, այդ դեպքում կարանք, բայց ոչ թե սպասեք կուսակցապետերի, մաֆիայի գլավարների որոշումներին, գցեք վկայականները դուս արեք կուսակցություններից, Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների թիվը հարյուրապատիկ անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ազգի արչեւ ծառացած հասարակական եւ քաղաքական հարցերից։ Գցեք այդ վկայականները, կուսակցական վկայական դուս արեք կուսակցություններից։ Տեսեք, կազմալուծեք բոլոր քաղաքական կուսակցությունները, կազմալուծեք հասարակական կազմակերպությունները, ազգայնական, միանում ենք, սկսում ենք բանակին նեցուկ կանգնել, կետանք պանենք փագենք, կստիպենք, կասենք դավայ, ներգրավում եք այս սխսախ կամավորականություն պնեի կազմ, բանակին աջակցող ուժ, այն մեր ծրագիրը որ կա, տալիս եք զորամասեր, ընդգրկում եք զորամասերի կազմում, տալիս եք կարգավիճակ, պատրաստում եք, հանդերձավորում եք, զինում եք, 24 ժամ պատրաստում եք հայրենիքի պաշտպանությանը։ Վիխը չունեն, չեն կարաչանեն։ Քանակ չկա։ Սրանք որ մասան տեսան, չէ՞ այդքան կռվող տղեկի, սրանք ձև չունեն։ Հո մենք չենք եթում բանակի պետության դեմ, չէ՞ մենք եթում ենք բանակը պետություն ուժեղացնելու ծրագրին աջակցելու, այդ ձև ստիպելով մեզ պետք է հանդերձավորեն, զինեն, տան կարգավիճակ ու կիրառեն աջակցության պլաններում, այդ մենք սահմանները պաշտպանելու, ոչ թե այդ մենք դիրքապահ ծառայության, սենց հավայի մի հատ ընդե մի հատ, չէ, գիտեք խի չեն տանում այդպես տղեկին, ընդե ինժեներականը տեղը չեղավ, շուշուտ ոնց աղբերներին կխառնենք, շուշուտ ուժեղ ինժեներական սարուժի, ամեն ինչը, արիստե գնդի հրամանատար, ես խի ինչ աստ է, դավա ճպ Դրա համար մերպես տղեկի չեն տանում։ Նենց չի, որ մեզնից վատ տղեկ կան ընդե կայնած, նրանց ցավը տանեմ, իմ աղբերներն են, բայց շատ տղեկ ձեն չեն հանում։ Շատ տղեկ ձեն չեն հանում, մեթում են ընդե պոստ են փագում, բայց շատ տղեկ դուխ չեն անում, թե իրանց հարմար չի, թե նպատակը հարմար չի, ես չգիտեմ, բայց շատերն էլ ձեն են հանում, բայց տեղ չի հասնում։ Այդ դրա համար եմ ասում։ Արեք կուսակցական այդ բաները դրեք, տոմսերը, հելեք կուսակցություններից, կամավորական ուժեղ շարժում ստեղծենք, կամավորական ուժեղ, ոչ մեկը կուսակցական չլինի, պոլիտիկայի մեջ չլինի։ Այդտեղ պանեն փագենք, ասենք դավայ հել Պապիկյան, Տատիկյան ես, Պապիկյան ես, հել դավայ,
Հենա սովետ աշենի ճամփին երկու հատ փագած զորամասուն ես բացում ես տալիս ես կամավորականին բանակի կոմիս նշանակում ես հրամանատար շտաբի պետ կամավորականները գալիս են գրանցվում են ընդգրկում եք բանակի աջակցման կազմ ստում է զորավարժություններ Այս ֆինանսատնտեսական հարցերն է կարգավորում, սոցիալական փաթեթներն է կարգավորում, անվճար բուժօգնությունը, մարդը պետք է չհետասա, մարդը պետք է ստեից գա իր խնդիրը ստանա, զենքը ստանա գնա։ Ինքը իր պետք է համապատասխան հանդերձանքով ամեն ինչով իմանա, որ ինքը ունի, ոչ թե դա հասնի ղափան, պազվի իր չափով բան չկա, շորտ չկա, կամ ինչ ունի էդի հակն է դա, չէ, սա բանակա, սա պետություն է։ Այդ ձեզ է թվում դու կարա կամավորական կրվող տղեկին աշխարհազորային տղեկին բանից դուրս թողակ։ Այդ որ աշխարհազորի մասին օրենք եք ընդունում։ Այդ գյուղերում քանի հոգի կրվող կա։ Այդ գյուղերի ծերացումն է, կարա։ Ասում եք շրջանները։ Այդ գյուղերում քանի հոգի գնացեք այդ գյուղերը ուսումնասիրեք քանի կրվող կա։ Այս գյուղում խոսքի պայմանական 10 մարդ կա։ Այդ 10 մարդուց 8-ը մինիմում 70 տարեկան են։ Ոչ բոլոր տեղերը։ Այդ մարդիկ են կրվելու աշխարհազորի կողմում, հա։ Հետո կասեք դե աշխարհազոր ենք ստեղծել չկարծան պաշտպանեն, մենք ինչ անենք։ Կարենք նույն արդյունքները ունենենք առանց այս զոհերի։ Դենի փոքր վաղտես բոզը որ ատկազի է գնացել, էս էլ է գցելու մեր ջեբը։ Այ ֆլեշ մոբ հայտարարեք, ով հայրենասեր է, իսկ նշի որ կուսակցությունների մեջ սաղ հայրենասեր են, դաժե ԿՊ-ի մեջ մարդիկ կան, որ հայրենասեր են, ասեմ ինչի համար եմ ասում, որտեվ են աղքին իշխանությունների վաղ շատ են հալածվել, մարդ էլ վիխը չի ունեցած, լա մենակ սրանք չլնեն, ընդել կան, շարքային մարդիկ, չեմ ասում վերնախավում ես հայրենասեր չգիտեմ, արեք սենց արեք, գցեք այդ վկայականները, դուրս արեք կուսակցություններից Դառնա մի հատ այսպես այն իներտ ուժ է, որ ոչ մեկի կոնտրոլի տակ չի, մենակ հայրենիքն է իր առաջ, գաղափարական, հա։ Տեսեք, հայրենիքի պաշտպանության ռեֆորմը ոնց է փոխվում, ռեսկի։ Նոր մոդել եմ առաջարկում։ Ոչ մի հասարակական կազմակերպություն, ոչ մի միավորում, ոչ մի կուսակցություն։ X օրը Այդ սաղ կամավորական է, ֆորմը կհալնում են, հրապարակ կայնում են, իգտունում, ռազմական խորհուրդ ձևավորվում, բնն փակվում, ասում են պապիկյան հել, զորամասեր հատկացրա, մենք այդ զորամասերի ենթակայության տակ, մենք հրամանատարներ մեր մեջից չենք անում, բանակից հրամանատար, բայց որ ինքը հեղինակություն վայելի, նախքին կլնի ներկա, որ ուզեն մարդիկ, ասեն ինքը կարա գնդի գունդ ստեղծեք, գնդեր, ստեղծում եք, Արցախցի աղբերներն էլ են ստե փորձառու մյուսը։ Ես չբերեք մի հատ թռած, ասենք բան բերեք են։ Յալյոն Վահան, ես իմ են Հադրութը հանձնած, ես իմ հատ թռած ջալալ, մալալ, տենց չէ, բանակը չի համաձայնվի, զորքը չի համաձայնվի։ Մի հատ ժողովրդի սերը վայելող դաշտեն հրամանատար։ Մի օքի, այսպես տարեք ՊՆ-ի կազմում մարդը թող սկսի հրամանատարությունը, բայց ՊՆ-ի կազմում Զինված ուժերի, որ մարդը իմանենք ունի սոցիալական երաշխիք, առողջապահական փաթեթ, ինքը ունի կարգավիճակ, հագու կապ, զենք զինամթեր ու ստանալու մարտական խնդիր։ Всё։ Դրեք, սկսեք մազելը բանակ։ Տեսեք ինչ ալնում։ Այդ է բանակաշինությունը։ Ընթացքում ով էլ կնի պրոֆեսիոնալ բանակի մեջ կուզենա ընդգրկվի, խնդրեմ, ում կհերիքի իր առողջականը, տարիքայինը, ցանկությունը Բայց կամավորականության այսօր լուսանցները գցեսի եկած չի, կամավորականը վերջի վայրան չի սպասելու ձեզի, էլի նույն բարդակն անելու 20 թվի հիշեք, եթե չանեք են ծրագիր ինչ որ մենք ներկայացել ենք, ոնց վրա գալու եք այդ ծրագրին, այն որ ազգային ժողովում լամփուշկեն որ զեկուցում էր, այդ ծրագրի 80%-ը թե զեկուցում էր, 20-ը պահել էր, որովհետև էդի ռազմաքաղաքական իշխանությունների օֆիցիալ դոկտրինային դեմ է որտեվ շատ հայրենասիրականներ են մնացածը։ Ուրիշ ձև չունենք։ Արեք այս ճանապարհով գնանք, ու всё։ Մենք պետականը մետ մարդիկ ենք։ Մենք հայրենիք պաշտպանող մարդիկ ենք։ Այո, մենք ռևանշիստներ ենք։ Մենք կարգ ու կանոնը իրականում պետքա պահենք։ Հիմա գիտեք ինչից են վախում, որովհետև հիմա ամեն հրաման այն վախվա պես չեն կատարել, մտածելով որ պետությունը 40-50 կիլոմետրն անջ, արդեն մարդիկ ստեղծված ըստ օպերատիվ իրավիճակի մարդ են վարելու։
Թուրքը դեմը մարդը կրակելուց եղասել նա աշ 40 կիլոմետր։ Տանջի վաղտ այդ նույն կրակող թուրքը խփել է այդ մարդկանց։ Հարյուր քրեական գործ կա դրա հետ կապված։ Էլեսի չի լինելու, այդ դրա համար չեն ուզում sense բաներ, չեն ուզում կամավորականը բանակի կիրառման շրջանը ընդգրկվի։ Դուք սանց օրինագծերի նրբությունները չգիտեք, ես հիմա նախագծի օրինակն եմ խնդրել, չունեմ։ Միად ես ուսումնասիրեմ դրա համար հատուկ մամուլի ասուլիս եմ հրավիրել, ոչ թե մի լրատվամիջոցի, այսպես նստեն լրատվամիջոցները վերլուծական ներկայացնեն, պրոստը օգտվելով առիթից կոչ եմ անում լրատվամիջոցը, ովքեր ունեն այդ նախագիծը, ազգային ժողովը ստացում եմ էդի ստանամ, չեմ կարող ձեռք բերեմ, այն որ զեկուցվում էր ազգային ժողովում աշխարհազորի մասին այդ նախագիծը, որ առաջին թերթմամբ ուզում են ընդունել, այդ նախագիծը մենակ խնդրում եմ, ով ունի ուղարկի ինձ, ես մի հատ ուսումնասիրեմ, ես հատուկ մամուլի ասուլիս կհրավիրեմ, սա հարցեն ձեր կպատասխանի, մի հատ կարդամ այդ նախագիծեն, որ կիսած զեկուցվեց, դե ամբողջական չունեմ, որ կիսած չստացվի, ես կասեմ դրա տակը ինչ կա, ինչն է պակաս, ինչը պետք է, այ կասեմ, էլի դուք կտենաք, որ 80% ու կհրապարակեմ մեր նախնական նախագիծը, որ ես իմ երկու ընկերների հետ ներկայացել եմ ու ես մի տարուց ավել է բազարի, սեպտեմբերի 25-ին ներկայացել ենք անցյալ տարի, մինչև հիմա ուտում ենք իրար։ Չեն ուզում սաղ անցկացնեն, բայց սաղ հայրենիքին է ուղղված, սաղ 100%-անոց ճիշտ բաներ է, 100 տեղով անցել է հավանություններ չեն անում։ Մի խոսքով պատրաստվեք հայրենիքի պաշտպանությանը, այս խփնվածի մի լսեք, չէ, լսել են առումով մի ուղղորդվեք, որ սրա ասածով ալնելու։ Էսի աշխարհին ներկայացել է, որ ինքը ոնց ճտտի, ոնց ասի, տենց է այս ազգը շարժում, բայց խափում է, ամբողջ աշխարհին խափում է։ Դե դուք արեք մի հատ ուրիշ ռեժիմով, դե տենանք աշխարհը տեսեք ոնց է վերաբերմունքը փոխելու հայ ազգին ու մեր պետության ու մեր պետականության նկատմամբ։ Ուզում են մեզ ոչնչացնեն, կտենանք ով կոչնչացնի։ Կտենանք։ Լավ եղեք։ Բոլորիդ Աստված, բոլորիդ ընտանիքներին Աստված պահապանելի։ Այս մի կյանքն է, պատմական այս շրջանում այս մի կյանքն է մեզ տվել Աստված։ Արեք արժանապատիվ ապրենք, հանուն հայի ու հայի պես։ Ուրիշ տարբերակ չունենք, ձև չունենք ուրիշ։ Թող լինի միշտ արևը, իմ ազգ, իմ ժողովուրդ, լավ եղեք։